Բարության մի պարզ ժեստը կարող է ընդմիշտ փոխել կյանքի ընթացքը։ Երբ բարությունը պատժվում է, իսկ անարդարությունը հաղթանակում, որոշ մարդիկ ընտրում են չլրել։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես կարեկցանքի մի արարքը սկիզբ դրեց պայքարի մի գոռումպացված համակարգի դեմ, որը շահագործում էր անմեղ աշխատավորներին։ Նախքան այս անհավանական պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Վահանը խորը շունչ քաշեց նայելով մեքենայի վահանագի ժամացույցին։ Եվս 5 րոպե, նա ճիշտ ժամանակին կլիներ աշխատանքի վայրում, ինչպես անում էր վերջին 3 տարիների ընթացքում։ 28-ամյա տտմասնագետը մշակել էր հստակ առօրյա, որը նրան տանում էր Գյումրի կենտրոնում գտնվող իր համեստ տնից մինչ էլեկտրոնիկայի խանութը, որտեղ նա աշխատում էր միշտ անցնելով նույն սուպերմարկետի կողքով, որտեղից գնում էր իր նախաճաշի սուրճը։ Այդ երեքշաբթի առավոտյան ավտոկայանատեղին սովորականից ավելի մարդաշատ էր։ Վահանը կայանեց իր կոմպակտ մեքենան քայլեց դեպի մուտքը, երբ լսեց մի խլացված ձայն, որին հաջորդեց ցավի հառաչանք։ Նա բնազդաբար շրջվեց, տեսավ գետնին ընկած մի կնոջ, որի շուրջը թափված էին տոպրակները, նա փորձում էր հասնել իր հենակներին, որոնք սահել ու հեռացել էին իրենից։ Տիկին, ամեն ինչ կարգին է։ Վահանը վազեց դեպի նա, դեմքին անգեղծ մտահոգություն։ Կինը, որը մոտ 30 տարեկան էր երում, ուներ անփույթ հավաքված շագանակագույն մազեր, հագել էր մուգ կապույտ պիջակ, որն այժմ կեղտոտվել էր ընկնելուց։ Ես սայթաքեցի, մրմնջաց նա ակնհայտորեն ամաչելով։ Հենակներս սահեցին, չեմ կարողանում ինքնուրույն վեր կենալ։ Վահանը չվարանեց։ Նա զգուշորեն օգնեց նրան նստել, հետո բերեց հենակները, սկսեց հավաքել գետնին թափված իրերը, փաստաթղթեր, հաշվիչ, մի քանի մրգեր, որոնք գլորվել էին մոտակա մեքենայի տակ։ Ես Վահանն եմ, ասաց նա զգուշորեն դասավորելով թղթերը։ Վնասվածք ունեք։ Կարող եմ ձեզ հիվանդանոց տանել։ Սոնա, պատասխանեց նա ընդունելով նրա օգնությունը վեր կենալու համար։ Հիվանդանոցի կարիք չկա, շնորհակալություն։ Ոտքիս հին վնասվածք ունեմ, երբեմն հենակներն ինձ դավաճանում են։ Նրա ձայնի մեջ զգացվում էր շեշտադրում, որը հուշում էր, որ նա այս քաղաքից չէ։ Դուք շատ բարի եք։ Վահանը նկատեց, որ նա մի փոքր դողում էր, հավանաբար վախից։ Վստահ եք, որ լավ եք։ Կարող եմ օգնել ձեզ գնումները մինչ մեքենան տանել։ Սոնան մի պահ տատանվեց, հետո գլխով արեց։ Եթե դժվար չէ, իմ մեքենան այն կապույտն է։ Մինչ նրանք դանդաղ քայլում էին ավտոկայանատեղիով, Վահանը պարզեց, որ Սոնան հաշվապահ է, քաղաք էր տեղափոխվել ընդամենը 2 շաբաթ առաջ։ Նա փորձում էր հարմարվել քաղաքապետարանի, իր նոր աշխատանքին դեռ շատ մարդկանց չէր ճանաչում։ Դժվար է նոր վայրում ամեն ինչ զրոյից սկսել, մեկնաբանեց Վահանը հավասարակշռելով տոպրակները, մինչ նա հենվում էր հենակներին։ Ես այստեղ եմ ծնվել, ուստի չգիտեմ այդ զգացողությունը, բայց պատկերացնում եմ, որ դա մարտահրավեր է։ Այո, համաձայնեց Սոնան թույլ ժպիտով։ Հատկապես, երբ մոտակայքում ընտանիք չունես, ստիպված ես հաղթահարել։ Ֆիզիկական բարդությունները։ Երբ հասան նրա մեքենային, Վահանը օգնեց գնումները դասավորել բեռնաղցիկում։ Սոնան հետում էր նրան, թե ինչպես է նա ամեն ինչ խնամքով դասավորում հուզված անծանոթի այս անգեղծ բարությունից։ Ինչպես կարող եմ ձեզ շնորհակալություն հայտնել, հարցրեց նա։ Գոնե թույլ տվեք սուրճ հյուրասիրել։ Կարիք չկա, ժպտաց Վահանը։ Ցանկացած մարդ նույնը կաներ։ Բայց նույնիսկ դա ասելիս նա գիտեր, որ դա ճիշտ չէր։ Այդ րոպեների ընթացքում մի քանի հոգի անցել էին ավտոկայանատեղիով, ոմանք նույնիսկ նայել էին իրենց կողմը, բայց ոչ ոք չէր առաջարկել օգնել։ Աշխատում եմ գլխավոր փողոցի էլեկտրոնիկայի խանութում, ասաց Վահանը մոտավորապես ցույց տալով ուղղությունը։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, մի վարանեք այցելել։ Սոնան նայում էր հեռացող նրա մեքենային, սրտում երախտագիտության զարմանքի խառնուրդով։ Նա տեղափոխվել էր այս քաղաք հույս ունենալով անկատ վերսկսել կյանքը, բայց չէր սպասում, որ հենց առաջին շաբաթվա ընթացքում նման բարության կհանդիպի։ Վահանը աշխատանքի հասավ 40 րոպե ուշացումով։ Խցանումները վատացել էին ավտոկայանատեղից դուրս գալուց հետո, նա ստիպված էր կանգ առնել լցակայանում ձեռքերը լվանալու համար, որոնք կեղտոտվել էին Սոնայի իրերը գետնից հավաքելիս։ Որտեղ էիր։ Վարդանի ձայնը կտրեց օդը հենց որ Վահանը մտավ խանութ։ Կառավարիչը կանգնած էր վաճառասեղանի հետում, ձեռքերը խաչած դեմքին բարկացած արտահայտություն։ Կներես, Վարդան։ Օգնեցի մի մարդու, որն ընկել էր սուպերմարկետի ավտոկայանատեղիում, ուշացա, բացատրեց Վահանը բաճկոնը կախելով վաճառասեղանի հետի կերիկից։ Օգնեցիր մի մարդու, կրկնեց Վարդանը հեգնական տոնով։ Ինչ գեղեցիկ է։ Իսկ քո աշխատանքը այստեղ, Վահան։ Այն քո օգնությանը արժանի չէ։ Դա անկանխատեսելի իրավիճակ էր։ Այլս չեմ ուշանա։ Ոչ, իսկապես չես ուշանա։ Վարդանը մոտեցավ ցածրացնելով ձայնը, որպեսզի հաճախորդները չլսեն։ Որովհետ դու հեռացված ես աշխատանքից։
Վահանը զգաց, կարծես գետինը փլվեց իր ոտքերի տակ։ Ինչ իմաստով հեռացված։ 40 րոպե ուշացման համար։ 3 տարվա խնդիրների համար, սառնասրտորեն պատասխանեց Վարդանը։ Դու միշտ խնդրահարույց աշխատագից ես եղել, Վահան։ Միշտ հարցականի տակ ես դրել ընթացակարգերը, միշտ քո սեփական գաղափարներն ես ունեցել այն մասին, թե ինչպես պետք է արվեն գործերը։ Այս ուշացումը պարզապես վերջին գաթիլն էր։ Խնդրահարույց, Վահանը հազիվ էր հավատում իր լսածին։ Վարդան, դու գիտես, որ ես այստեղ ամենանվիրված աշխատագիցներից մեկն եմ։ Երբեք առանց հիմնավորման չեմ բացակայել, միշտ կատարել եմ իմ պլանները։ Եվ միշտ կարծել ես, թե ինձնից շատ գիտես, ընդհատեց նրան Վարդանը։ Հավաքիր իրերդ։ Ուզում եմ, որ 10 րոպեից այստեղ չլինես։ Վահանը նայեց խանութին, որը վերջին տարիներին դարձել էր նրա երկրորդ տունը։ Գործընկերները խուսափում էին նրա հայացքից ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից, բայց ոչ ոք ոչինչ չասաց։ Արամը, որն աշխատում էր պահեստում, միայն անկատ օրորեց գլուխը, կարծես ասելով ես քեզ զգուշացրել էի։ Հաջորդ 10 րոպեների ընթացքում Վահանը հավաքեց իր անձնական իրերը սեղանից ընտանեկան մի լուսանկար, մի քանի անձնական տեխնիկական ձեռնարկներ, մի փոքրիկ կակտուս, որը հաշվապահության Լիլիթը նվիրել էր նրան նախորդ տարի։ Նրա ձեռքերը մի փոքր դողում էին, երբ ամեն ինչ դասավորում էր ստվարաթղթե արկղի մեջ։ Վահան, Արամը մոտեցավ, երբ Վարդանը դուրս եկավ հաճախորդին սպասարկելու։ Ընկեր, շատ եմ ցավում։ Սա արդար չէ։ Գիտես, թե ինչու նա դա արեց, ցածր ձայնով հարցրեց Վահանը։ Արամը նյարդային նայեց Վարդանի ուղղությամբ։ Նա վաղուց էր առիթ փնտրում։ Այն ժամանակվանից, երբ դու հարցականի տակ դրեցիր տարեց հաճախորդների համար սահմանված չափազանց բարձր գները։ Վահանը հիշեց։ 6 ամիս առաջ նա անկատ խորհուրդ էր տվել մի տարեց տիկնոջ գնել ավելի էժան ապրանք, որը լիովին բավարարում էր նրա գարիքները, փոխանակ այն թանկ մոդելի, որը Վարդանը փորձում էր նրան պարտադրել։ Կառավարչին ամենին դուր չէր եկել այդ միջամտությունը։ Նա ասաց, որ դու վաճառքի համար պիտանի չես, շարունակեց Արամը, որ դու չափազանց ազնիվ ես քո իսկ բարօրության համար։ Հեգնական է, մտածեց Վահանը։ Վաճառքի ոլորտում չափազանց ազնիվ լինելը համարվում էր թերություն։ Երբ նա դուրս եկավ խանութից ձեռքին իր իրերի արկղը, Վահանը զգաց բարկության անհավատության խառնուրդ։ 40 րոպե։ 40 րոպե գարիքավորին օգնելու համար, հիմա նա գործազուրկ էր։ Նա որոշ ժամանակ աննպատակ վարեց մեքենան քաղաքում փորձելով մարսել կատարվածը։ Ի վերջո, նա գանգ առավ կենտրոնի մի փոքրիկ պուրակում նստեց նստարանին հետելով անցորդներին։ Ընտանիքներ, զույգեր, աշխատավորներ, որոնք շտապում էին ընդմիջման։ Բոլորը կարծես նպատակ ունեին, մի վայր, որտեղ պետք է լինեին։ Նրա հեռախոսը զնգաց։ Մայրն էր Անուշը։ Վահան ջան, ինչպես անցավ աշխատանքդ այսօր։ Նա դատանվեց։ Նրա մայրը միշտ անհանգստանում էր նրա համար։ Որպես այրիգին, որը միայնակ մեծացրել էր 3 զավակների, նա արդեն բավականաչափ հոգսեր ուներ, որպեսզի չիմանար, որ իր ավագ որդին գործազուրկ է։ Այն տարբեր էր, պատասխանեց նա, ինչը տեխնիկապես սուտ չէր։ Լավ ես։ Ձայն տարօրինակ է հնչում։ Լավ եմ, մայրիկ։ Պարզապես հոգնած եմ։ Ավելի ուշ կանցնեմ ձեր կողմը, լավ։ Անջատելուց հետո Վահանը նայում էր հեռախոսին։ Նա պետք է սկսեր գործնական մտածել։ Վճարելու հաշիվներ, հաջորդ շաբաթվա վարձավճարը։ Նա պետք է արագ նոր աշխատանք գտներ։ Բայց առայժմ նա կարող էր մտածել միայն Սոնայի մասին, այն մասին, թե ինչպես բարության մի պարզ ժեստը նրան արժեցավ աշխատանքը։ Արդյոք նա նույնը կաներ, եթե իմանար հետանքների մասին։ Արդյոք ինքը կաներ։ Պատասխանը եկավ ակնթարթորեն։ Այո, նորից կաներ։ Որոշ բաներ ավելի կարևոր էին, քան աշխատանքը, նույնիսկ եթե այդ պահին այդպես չէր թվում։ Վահանը վեր կացավ նստարանից, ուղեց արկղը թի տակ քայլեց դեպի մեքենան։ Նա չգիտեր, թե ինչ է սպասվում ապագայում, բայց գիտեր, որ չի զղջում Սոնային օգնելու համար։ Այդ վստահությունը կլիներ միակ սփոփանքը սպասվող դժվարին շաբաթների ընթացքում։ Սոնան չէր կարողանում դադարել մտածել այն բարի մարդու մասին, որն իրեն օգնել էր ավտոկայանատեղիում։ Ամբողջ շաբաթվա ընթացքում, մինչ նա հարմարվում էր քաղաքապետարանի նոր առօրյային, նա մտածում էր, թե արդյոք պետք է փնտրել նրան պատշաճ կերպով շնորհակալություն հայտնելու համար։ Անշահախնդիր բարությունը հազվադեպ էր նրա կյանքի փորձում։ Այդ պարզ ժեստը խորը հետք էր թողել նոր քաղաքում նրա առաջին իսկապես դժվար օրվա վրա։ Ուրբաթ օրը նա որոշեց ընդմիջման ժամին անցնել էլեկտրոնիկայի խանութով։ Նա ցանկանում էր նոր գրիչ գնել աշխատանքի համար, գաղտնի, հույս ուներ հանդիպել Վահանին նրան սուրճի հրավիրելու համար։ Դա նվազագույնն էր, որ նա կարող էր անել մեկի համար, ով այդքան պատրաստակամ էր եղել։ Կարող եմ ձեզ ինչ-որ հարցով օգնել,
հարցրեց վաճառասեղանի հետի շիկահեր երիտասարդը, երբ նա մտավ խանութ։ Փնտրում եմ Վահանին, ասաց Սոնան հենվելով հենակներին։ Նա այստեղ է աշխատում։ Երիտասարդը, որի տարբերանշանի վրա գրված էր Արամ, մի պահ տատանվեց անհանգիստ նայելով։ Վահանը այլս այստեղ չի աշխատում։ Ինչպես թե, Սոնան սրտի ջմլում զգաց։ Երբ վանից։ Երեքշաբթի օրվանից, ցածր ձայնով պատասխանեց Արամը շուրջը նայելով համոզվելու համար, որ կառավարիչը չի լսում։ Նրան հեռացրել են աշխատանքից։ Հեռացրել են, Սոնան հազիվ էր հավատում։ Բայց ինչո՞։ Արամը նորից տատանվեց ակնհայտորեն տատանվելով նախկին գործընկերոջ հանդեպ հավատարմության ընկերության մասին վատ չխոսելու զգուշության մեջ։ Նա երեքշաբթի օրը ուշացել էր աշխատանքից, կառավարիչը դե, նա արդեն վաղուց էր առիթ փնտրում։ Սոնան զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Երեքշաբթի։ Այն օրը, երբ Վահանը օգնել էր իրեն ավտոկայանատեղիում։ Ուշացումը եղել էր իր պատճառով։ 40 րոպեի համար, հարցրեց նա սովորականից ավելի բարձր ձայնով։ Նրան հեռացրել են 40 րոպե ուշացման համար։ Արամը տխուր գլխով արեց։ Վարդանը մեր կառավարիչը, ասաց, որ դա վերջին գաթիլն էր։ Բայց մենք բոլորս գիտենք, որ նա երբեք չի սիրել Վահանին։ Չափազանց սկզբունքային էր նրա ճաշակով, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Սոնան խանութից դուրս եկավ շոկի մեջ։ Վահանը գործրել էր աշխատանքը իրեն օգնելու պատճառով։ Մարդկային մաքուր բարության մի արարքի համար նա այժմ գործազուրկ էր։ Մեղքի զգացումը նրան այրում էր կրակի պես։ Օրվա մնացած մասը նա չկարողացավ կենտրոնանալ աշխատանքի վրա։ Անին քաղաքապետարանի հաշվապահության նրա վերադասը նկատեց նրա ցրվածությունը կեսօրվա ժողովի ժամանակ։ Սոնա, ամեն ինչ կարգին է։ Մտահոգ տեսք ունես։ Կներեք, Անի։ Պարզապես։ Այսօր մի անարդարության մասին իմացա չեմ կարողանում մտքիցս հանել։ Անին մոխրագույն մազերով բարի աչքերով 50-ամյա միգին նստեց Սոնայի գողքին։ Ուզում ես խոսել այդ մասին։ Երբեմն օգնում է սիրտը բացելը։ Սոնան պատմեց ամբողջ պատմությունը ավտոկայանատեղիում ընկնելը։ Վահանի բարությունը հիմա այն բացահայտումը, որ նա հեռացվել է աշխատանքից իր օգնության հետանքով առաջացած ուշացման պատճառով։ Ինչ սարսափելի իրավիճակ է, Անին օրորեց գլուխը։ Բայց դու չես կարող քեզ մեղադրել դրանում, Սոնա։ Նրան հեռացնելու որոշումը կառավարչինն էր, ոչ թե քոնը։ Բայց եթե ես չընկնեի, եթե չընդունեի նրա օգնությունը, ապա դու հավանաբար ավելի շատ կվնասվեիր, իսկ մի լավ մարդ հնարավորություն չէր ունենա ցույց տալու իր բնավորությունը, նրբորեն ընդհատեց նրան Անին։ Խնդիրը նրա բարությունը կամ քո օգնության գարիքը չէ։ Խնդիրը մի համակարգն է, որը պատժում է լավ մարդկանց ճիշտ բան անելու համար։ Անիի խոսքերը արձագանքում էին Սոնայի մտքում ամբողջ գիշեր։ Համակարգ, որը պատժում է լավ մարդկանց։ Արդյոք դա ավելի տարածված էր, քան նա պատկերացնում էր։ Շաբաթ առավոտյան նա որոշեց փնտրել Վահանին։ Արամը անկատ նշել էր, որ նա սովորաբար հանգստյան օրերին սուրճ է խմում կենտրոնական հրապարակի թխվածքաբլիթների խանութում։ Ուստի Սոնան որոշեց փորձել գտնել նրան այնտեղ։ Խանութը փոքր էր հարմարավետ, փայտե սեղաններով, թարմ հացի բույրով։ Սոնան տեսավ նրան հենց մտնելուն պես։ Նա նստած էր միայնակ անկյունի սեղանի մոտ մտածրիվ խառնելով սուրճի բաժակը թերթելով տեղական թերթի աշխատանքի հայտարարությունները։ Վահանը, նա մոտեցավ տատանվելով։ Նա բարձրացրեց աչքերը զարմացած։ Սոնա, ինչպես գտար ինձ։ Կարող եմ նստել։ Նա ցույց տվեց նրա դիմացի դատարկ աթոռը։ Իհարկե, իհարկե։ Վահանը արագ փագեց թերթը աթոռը քաշեց նրա համար։ Ես իմացա, ասաց Սոնան առանց ավելորդությունների, հենց որ նստեց։ Քո աշխատանքի մասին։ Արամն ինձ պատմեց։ Վահանի դեմքը մի փոքր մռայլվեց։ Ահ, Վահան, ես շատ եմ ցավում։ Ամեն ինչ իմ մեղքով է։ Քո մեղքը չէ, հաստատակամ պատասխանեց նա։ Իմ ընտրությունն էր քեզ օգնելը։ Չեմ զղջում, բայց դու գործրիր աշխատանքդ։ Իսկ դու կարող էիր լուրջ վնասվածք ստանալ, եթե ոչ ոք չօգներ, հակադարձեց Վահանը։ Որոշ բաներ ավելի կարևոր են, քան աշխատանքը։ Սոնան մի պահ ուսումնասիրեց նրան։ Նույնիսկ գործազուրկ լինելով, նույնիսկ ակնհայտորեն անհանգստացած լինելով իր ֆինանսական վիճակով, նա տեսնում էր թերթի գողքին դասավորված հաշիվները։ Նա զղջում կամ դառնություն ցույց չէր տալիս։ Դու շատ լավ մարդ ես, Վահան։ Ես ոչ մեկից լավը չեմ, նա ուսերը թոթվեց։ Պարզապես անում եմ այն, ինչը ճիշտ եմ համարում։ Եվ հենց դա է քեզ դարձնում առանձնահատուկ։ Սոնան թեքվեց առաջ։ Թույլ տուր օգնել քեզ նոր աշխատանք գտնել։ Աշխատում եմ քաղաքապետարանում, կարող եմ ստուգել արդյոք թափուր տեղեր կան, երաշխավորագրեր տալ։ Չեմ ուզում, որ քեզ պարտավորված զգաս։
Դա բարտավորություն չէ, ընդհատեց նրան Սոնան։ Դա երախտագիտություն է։ Եվ բացի այդ, նա մի պահ տատանվեց, կցանկանայի քեզ ավելի լավ ճանաչել։ Եթե դու ցանկանաս, իհարկե։ Վահանը ժպտաց առաջին անգամ այն պահից, ինչ նա եկել էր։ Ես նույնպես կցանկանայի։ Նրանք զրուցեցին 2 ժամ։ Սոնան պատմեց քաղաք տեղափոխվելու մասին, փախչելով թունավոր հարաբերություններից մի աշխատանքից, որտեղ իրեն անընդհատ թերագնահատում էին։ Վահանը պատմեց տեխնոլոգիաների հանդեպ իր կրքի մի օր սեփական խորհրդատվական ընկերությունը բացելու երազանքի մասին։ Ինչո՞ւ դուրս եկար նախորդ վայրից, հարցրեց Վահանը։ Սոնան խառնեց սուրճի դատարկ բաժակը։ Նախկին վերադաս կարծում էր, որ կանայք բնականից թույլ են մաթեմատիկայից։ Կարոր չէր, թե քանի անթերի հաշվետվություն էի ներկայացնում, քանի սխալ էի գտնում հաշիվների մեջ, ինձ միշտ նայում էին որպես գլխավոր հաշվապահի օգնականի, որը, ի դեպ, մի անբան տղամարդ էր, ում ես անընդհատ ստիպված էի ուղղել։ Դա վրդովեցուցիչ է։ Ավելի վատ, երբ վերջապես բողոքեցի իրավիճակից, ինձ ասացին, որ ես դժվար բնավորություն ունեմ, վերաբերմունքի խնդիրներ։ Սոնան դարը ծիծաղեց։ Զարմանալի է, թե ինչպես է քո մասնագիտական կարողությունները պաշտպանելը համարվում վերաբերմունքի խնդիր, երբ կին ես։ Վահանը գլխով արեց հասկանալով։ Նման է նրան, ինչ ինձ հետ պատահեց։ Վարդանը միշտ ասում էր, որ ես խնդրահարույց եմ, որովհետև հարցեր էի տալիս, երբ նա փորձում էր անպետք ապրանքներ պարտադրել այն հաճախորդներին, որոնք չէին կարող վճարել։ Ուրեմն մենք երկուսս էլ խնդրահարույց ենք, ժպտաց Սոնան։ Ինչ լավ ընկերակցություն է։ Մինչ նրանք քայլում էին հրապարակով սուրճից հետո, Սոնան մի փոքր կաղալով նույնիսկ հենակներով, Վահանը իրեն ավելի թեթ էր զգում, քան վերջին օրերին։ Զրուցել մեկի հետ, ով հասկանում էր ճիշտ բան անելու համար պատժվելու հիասթափությունը, սփոփիչ էր։ Նկատել ես, մտախոհ ասաց Սոնան, կարծես մի օրինաչափություն կա։ Ազնիվ մարդիկ պատժվում են, սկզբունքային մարդիկ համարվում են խնդրահարույց։ Հիմա, երբ ասում ես այո, Վահանը կանգ առավ։ Արամն ինձ պատմեց, որ վերջին 6 ամսում խանութից 3 հոգի են հեռացվել։ Բոլորն էլ կասկածելի պատճառներով։ Քաղաքապետարանում նույնպես։ Անին ինձ ասաց, որ վերջերս մի վերակազմավորում է եղել, որի արդյունքում մի քանի հոգի հեռացել են։ Նա խուսափողական էր մանրամասների հարցում, բայց նկատեցի, որ նրան անհանգստացնում էր այդ թեմայով խոսելը։ Նրանք նայեցին միմյանց փոխադարձ ըմբռնումով։ Կարծում ես, սկսեց Վահանը, որ գուցե ավելի մեծ բան է կատարվում, ավարտեց Սոնան։ Հնարավոր է։ Այդ գիշեր Սոնան սկսեց մի փոքր տետրում նշումներ անել այն բաների մասին, որոնք նկատել էր քաղաք գալուց ի վեր։ Գործընկերների պատահական մեկնաբանություններ, քաղաքապետարանի ընթացակարգերի փոքր անհամապատասխանություններ, այն տարօրինակ լարվածությունը, որը թվում էր, թե գոյություն ունի որոշ աշխատագիտների միջ։ Դա դեռ հետաքննություն չէր, պարզապես դիտարկումներ։ Բայց ինչ-որ բան հուշում էր նրան, որ Վահանը ճիշտ էր կասկածելով ավելի մեծ օրինաչափության գոյությանը։ Հաջորդ օրը գիրակի, Վահանը նրան հրավիրեց պիկնիկի այգում։ Արոտ առավոտ էր, նրանք նստել էին մի մեծ ծառի տակ կիսելով սենդվիչները, զրուցելով ամեն ինչի ու ոչինչի մասին։ Կարող եմ մի անձնական հարց տալ, ի վերջո հարցրեց Վահանը։ Իհարկե։ Ոտքիդ վնասվածքը դժբախտ պատահար էր։ Սոնան մի պահ լռեց։ Ոչ այնքան։ Դա հարցակում էր։ Նախկին ընկերս բարկության հետ կապված խնդիրներ ուներ։ Մի օր նա լիովին գործրեց վերահսկողությունը։ Վահանը զգաց բարկության ալիք։ Սոնա, ես շատ եմ ցավում։ Դա 2 տարի առաջ էր։ Ոտքս երբեք լիովին չվերականգնվեց, բայց ես լավ եմ։ Իրականում դա քողարկված օրհնություն էր։ Ստիպեց ինձ հասկանալ, որ պետք է դուրս գամ այդ հարաբերություններից, այդ կյանքից։ Դու շատ ուժեղ ես։ Ժամանակի մեծ մասը ինձ ուժեղ չեմ զգում, խոստովանեց նա, բայց սովորեցի, որ երբեմն ուժը պարզապես առաջ շարժվելն է քայլ առ քայլ։ Վահանը մեկնեց ձեռքը նրբորեն դիպավ նրա ձեռքին։ Այլս կարիք չկա միայնակ ուժեղ լինելու։ Երկար ժամանակ անց առաջին անգամ Սոնան թույլ տվեց իրեն հավատալ, որ միգուցե կարող է նորից ինչ-որ մեկին վստահել։ Երբ Արը մայր էր մտնում այգու վրա, նրանք դանդաղ քայլեցին հետ դեպի քաղաքի կենտրոն։ Ճանապարհին նրանք անցան այն խանութի կողքով, որտեղ Վահանն աշխատել էր։ Լույսերը վառ էին, նրանք ցուցափեղկի միջով տեսան Վարդանին, որն ագրեսիվ ժեստերով ինչ-որ բան էր ասում Արամին մի այլ աշխատակցի։ Կարծես նրանց նկատողություն է անում, նկատեց Սոնան։ Վարդանը միշտ այդպիսին է եղել։ Մշտական վերահսկողություն երբեք ոչնչից գոհ չէ։ Վահանը օրորեց գլուխը։ Հետաքրքիր է Արամն ինչպես է դիմանում։ Գուցե երկար չդիմանա, մրմնջաց Սոնան նկատելով երիտասարդի լարված մարմնի լեզուն պատուհանի միջով։ Այդ գիշեր, երբ նրանք հրաժեշտ տվեցին ավտոբուսի կանգառում,
Երկուսն էլ գիտեին, որ ինչ-որ բան է փոխվել իրենց մեջ։ Այն, ինչ սկսվել էր որպես երախտագիտություն, վերածվում էր ավելի խորը բանի։ Նույնիսկ եթե արագ նոր աշխատանք գտնեմ, ասաց Վահանը, կցանկանայի շարունակել հանդիպել։ Եթե դու ուզում ես։ Ուզում եմ, պատասխանեց Սոնան առանց վարանելու։ Վահանը. Խոստացիր, որ չես հրաժարվի քո ինքնությունից միայն ինչ-որ աշխատանքի հարմարվելու համար։ Խոստանում եմ։ Իսկ դու խոստացիր, որ թույլ չես տա ոչ մեկին քեզ ստորադաս համարել։ Խոստանում եմ։ Մինչ Սոնայի ավտոբուսը հեռանում էր, Վահանը մտածում էր, թե որքան տարօրինակ է, որ աշխատանքը գործնելու պես վատ բանը կարող է հանգեցնել Սոնայի հետ ծանոթանալու պես լավ բանին։ Միգուցե դիեզերքն իր սեփական ծրագրերն ուներ։ Մարտի երկրորդ շաբաթը Վահանի համար աջող հիասթափություններ բերեց։ Նա իր ինքնագենսագրականն էր ուղարկել 50 կիլոմետր շարավով գտնվող բոլոր էլեկտրոնիկայի խանութներին, տեխնիկական սպասարկման կենտրոններին, տեխնոլոգիական ընկերություններին։ Պատասխանները, երբ գալիս էին, միշտ նույնն էին։ Այս պահին ձեր փորձին համապատասխան թափուր տեղեր չունենք կամ կապ կհաստատենք համապատասխան հնարավորության դեպքում։ Նրան զարմացնում էր այն, որ այդ ընկերություններից շատերը աշխատանքի հայտարարություններ ունեին տեղական թերթերում, գայքերում։ Հաստիկներ, որոնց համար նա ակնհայտորեն որակավորված էր, որոշներն էլ նույնիսկ ավելի քիչ պահանջներ ունեին, քան իր փորձն էր։ Սա իմաստ չունի, ասաց նա Սոնային չորեքշաբթի օրվա իրենց հանդիպման ժամանակ հրապարակի սրճարանում։ Նրանք սովորություն էին դարձրել շաբաթական 3 անգամ հանդիպել նույն ժամին։ Այդ զրույցները դարձել էին երկուսի օրվա ամենասպասված պահը։ Վստահ ես, որ ինքնագենսագրական ճիշտ է կազմված, հարցրեց Սոնան, թե արդեն գիտեր պատասխանը։ Նա նախորդ շաբաթ օգնել էր վերանայել այն։ Դու ինքդ տեսար։ Այն անթերի է։ Վահանը հիասթափված խառնեց սուրճի շաքարավազը։ Կարծես ինչ-որ բոյգոտ լինի։ 5 տարբեր ընկերություններ, բոլորն էլ թափուր տեղեր ունեն, բոլորն էլ մերժում են ինձ նույնիսկ հարցազրույցի չկանչելով։ Սոնան մռայլվեց։ Շաբաթվա իր նշումների ընթացքում նա գրանցել էր քաղաքապետարանի գործընկերների 3 տարօրինակ մեկնաբանություններ։ Անին նշել էր, որ շինարարության բաժնի մի աշխատակից հեռացվել էր վարքագծի պատճառով, բայց երբ Սոնան փորձել էր մանրամասներ իմանալ, նա արագ փոխել էր թեման։ Տիգրանը իրավաբանական բաժնից պատահական ասել էր, որ այս քաղաքում որոշ մարդիկ սովորում են ալիքներ չբարձրացնել, մի արտահայտություն, որն ավելի շատ սպառնալիք էր հնչում, քան դիտարկում։ Վահան, կարող է մի ուղիղ հարց տալ։ Վարդանը իր խանութից դուրս ազդեցություն ունի։ Ինչ իմաստով։ Նա ճանաչում է այլ գործարարների։ Ունի կապերի ցանց, որը կարող է ազդել քո դիմումների վրա։ Վահանը դադարեցրեց սուրճը խառնելը։ Սոնայի հարցը դիպել էր մի բանի, որը նա փորձում էր անտեսել։ Նա տեղական արտրային ասոցիացիայի անդամ է։ Իսկ այն սուպերմարկետը, որտեղ դու ընկար, նրանք խանութի մեծ հաճախորդներն են։ Վարդանը միշտ պարզենում էր իր կապերով։ Ուրեմն հնարավոր է, որ նա միտումնավոր տապալում է քո աշխատանքի հնարավորությունները։ Դա օրինական կլինի։ Սոնան դարը ծիծաղեց։ Օրինականն ու էթիկականը երկու շատ տարբեր բաներ են։ Իսկ Վարդանի նման մարդիկ հազվադեպ են մտահոգվում էթիկայով։ Այդ պահին սրճարանի մուտքի մոտ հայտնվեց Արամը։ Նա հուզված տեսք ուներ նյարդային նայելով ուսի վրայով, նախքան նրանց սեղանին մոտենալը։ Վահան, կարող եմ քեզ հետ խոսել։ Հրատապ է։ Իհարկե, նստիր։ Արամը տատանվեց նայելով Սոնային։ Նա վստահելի մարդ է, հանգստացրեց Վահանը։ Կարող ես խոսել նրա ներկայությամբ։ Լավ։ Արամը նստեց դեռս նյարդային եռալով։ Պետք է մի բան պատմեմ քո հեռացման մասին։ Եվ այլ բաների մասին, որոնք կատարվում են խանութում։ Ինչ տեսակի բաներ։ Նախ քո մասին։ Երեկ լսեցի Վարդանի հեռախոսազրույցը։ Նա ինչ-որ մեկի հետ խոսում էր այն մասին, թե ինչպես ապահովել, որ որոշակի խնդրահարույց տարեր հեշտությամբ աշխատանք չգտնեն։ Հատուկ նշեց քո անունը։ Վահանն ու Սոնան նշանակալից հայացքներ փոխանցեցին։ Եվ երկրորդ, շարունակեց Արամը ավելի ցածրացնելով ձայնը, գտել եմ մի քանի փաստաթղթեր, որոնք կարծում եմ պետք է տեսնես։ Վաճառքի գրանցումներ, որոնք չեն համապատասխանում ընկերության գլխամասային գրասենյակ ներկայացվող հաշվետվություններին։ Ինչ տեսակի անհամապատասխանություն, հարցրեց Սոնան, նրա հաշվապահական փորձը ինքնաբերաբար ակտիվացավ։ Ապրանքները վաճառվում են մի գնով, իսկ համակարգում գրանցվում են մեկ այլ գնով։ Տարբերությունը փոխանցվում է առանձին հաշվի։ Արամը գրպանից հանեց մի ձալված թուղթ։ Մի քանի թվեր եմ արտագրել, երբ Վարդանը գնացել էր ընդմիջման։ Սոնան արագ զննեց թվերը։ Նույնիսկ սահմանափակ տեղեկատվությամբ նա հստակ տեսնում էր օրինաչափությունը։ Սա միջոցների յուրացում է, Արամ։ Սա հանցագործություն է։ Գիտեմ։ Դրա համար եմ այստեղ։ Արամը ուղիղ նայեց Վահանին։
Վարդանը քեզ հեռացրեց, որովհետ գիտեր, որ դու վերջիվերջո կնկատեիր դա։ Դու միշտ ամեն ինչ երկու անգամ էիր ստուգում, միշտ հարցնում էիր, երբ ինչ-որ բան իմաստ չուներ։ Ինչքան ժամանակ է, ինչ սա կատարվում է, հարցրեց Վահանը։ Առնվազն 6 ամիս։ Հավանաբար ավելի երկար։ Սոնան մտքում հաշվարկներ էր անում։ Կախված վաճառքի ծավալից, նրանք կարող էին տարեկան 100,000-ներ յուրացնել։ Եվ դա միայն մեր խանութում չէ, ավելացրեց Արամը։ Լսել եմ Վարդանին խոսելիս այլ մասնաճյուղերի հետ համակարգելու մասին։ Կարծում եմ սա տեղի է ունենում ցանցի մի քանի խանութներում։ Լռությունը տիրեց սեղանի շուրջ, մինչ նրանք մարսում էին հետանքները։ Վահանը գործրել էր աշխատանքը ոչ թե ուշացման պատճառով, այլ որովհետև վտանգ էր ներկայացնում հանցավոր սխեմայի համար։ Արամ, դու պետք է հայտնես այս մասին, ասաց Սոնան։ Ոմ։ Տեղական ոստիկանությանը, ոստիկանապետը ամեն 5 շաբթի պոգեր է խաղում սուպերմարկետների ցանցի տիրոջ հետ։ Այդ դեպքում ընկերության գլխամասին։ Ինչ ապացույցով։ Այս թղթերը, որ արտագրել եմ, բավարար չեն, եթե ինձ բացահայտեն։ Արամը օրորեց գլուխը։ Ես ընկերուհի ունեմ, Սոնա։ Նա հղի է։ Չեմ կարող հիմա գործնել աշխատանքս։ Վահանը ձեռքը դրեց ընկերոջ ուսին։ Հասկանում եմ, Արամ։ Դու արդեն շատ բան ես արել մեզ սա պատմելով։ Արամի գնալուց հետո Վահանն ու Սոնան երկար ժամանակ լուռ մնացին։ Սա շատ բան է բացատրում, ի վերջո ասաց Սոնան։ Քո հեռացումը, աշխատանքի դիմումների տապալումը, դու վտանգ ես ներկայացնում նրանց համար։ Իսկ հիմա, ինչ ենք անում այս տեղեկատվության հետ։ Սոնան բացեց իր նշումների տետրը։ Նախ եկեք կազմակերպենք այն ամենը, ինչ գիտենք։ Հետո մտածենք, թե ինչպես ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Եվ հետո նա դատանվեց։ Հետո գորոշենք արդյոք պատրաստ ենք ռիսկի դիմել ճիշտ բան անելու համար։ Վահանը նայեց նրա աչքերին։ Դու պատրաստ ես։ Կարծում եմ ընտրություն չունեմ։ Եթե ոչինչ չանենք, ավելի շատ մարդիկ կտուժեն։ Ավելի շատ սկզբունքային մարդիկ կպատժվեն սրա հետ չհամաձայնելու համար։ Այդ կեսօրին Սոնան վերադարձավ քաղաքապետարան նոր տեսանկյունով։ Նա սկսեց ուշադրություն դարձնել մանրամասներին, որոնք նախկինում աննկատ էին մնում։ Խոսակցություններ, որոնք դադարում էին, երբ նա մոտենում էր, գործընկերների միջ փոխանակվող նյարդային հայացքներ, վարչակազմի փոփոխությունների մասին անորոշ մեկնաբանություններ։ Անին արխիվներն էր դասավորում, երբ Սոնան մոտեցավ նրա սեղանին։ Անի, կարող եմ մի հարց տալ շինարարության բաժնի այն աշխատակցի մասին, որին հեռացրել էին։ Տարեց կինը տատանվեց շուրջը նայելով։ Ինչո՞ւ ես հետաքրքրված դրանով, Սոնա։ Պարզապես հետաքրքրասիրություն։ Քանի որ նոր եմ այստեղ, փորձում եմ հասկանալ, թե ինչպես են գործում բաները։ Որոշ բաներ ավելի լավ է չհասկանալ, ցածր ձայնով պատասխանեց Անին։ Հատկապես, երբ դու լավ ես անում քո գործը ուզում ես պահպանել աշխատանքդ։ Նա ինչ-որ սխալ բան էր արել։ Ընդհակառակը։ Նա չափազանց ճիշտ բան էր արել։ Անին ուժգին փակեց արխիվի դարակը։ Հարցականի տակ էր դրել հանրային շինարարության պայմանագրերի որոշ անհամապատասխանություններ։ Գումարներ, որոնք իմաստ չունեին, ընկերություններ, որոնք հաղթում էին մրցույթներում կասկածելի առաջարկներով։ Եվ նրան դրա համար հեռացրեցին։ Նրան հեռացրեցին վերաբերմունքի խնդիրների թիմում աշխատելու դժվարության պատճառով։ Անին մատներով չագերտներ արեց։ Նույն խոսքերը, որոնք օգտագործեցին Նարեի համար։ Նարեի։ Մարդկային ռեսուրսների նախկին աշխատակիցը։ Հեռացավ 3 ամիս առաջ։ Ամենակոմպետենտ մարդկանցից մեկն էր, ում ճանաչել եմ, բայց սկսեց շատ հարցեր տալ կատարողականի գնահատականների մասին, որոնք փոփոխվում էին առանց հիմնավորման։ Սոնան սարսուռ զգաց։ Գիտեք որտեղ կարող եմ նրան գտնել։ Անին նայեց նրան մտահոգության հիացմունքի խառնուրդով։ Սոնա, վստահ ես, որ ուզում ես խառնվել սրան։ Դու նոր ես եկել այստեղ, քո արջ կարիերա ունես։ Երբեմն ճիշտ բան անելն ավելի կարևոր է, քան կարիերա ունենալը։ Անին երկար ժամանակ ուսումնասիրեց նրա դեմքը, հետո մի թղթի վրա հասցե գրեց։ Նա հիմա ինքնուրույն է աշխատում։ Մարդկային ռեսուրսների խորհրդատվություն։ Բայց Սոնա, զգույշ եղիր։ Եթե այստեղ իսկապես ինչ-որ սխալ բան է կատարվում, ներգրավված մարդիկ դուր չեն ունենա, որ իրենց գործերը հետաքննվեն։ Այդ գիշեր Սոնան զանգեց Վահանին, պատմեց Անիի հետ իր զրույցի մասին։ Ուրեմն մենք ունենք շինարարության աշխատագիծ, որը հեռացվել է պայմանագրերը հարցականի տակ դնելու համար, մր նախկին աշխատագիծ, որը հեռացվել է գնահատականները հարցականի տակ դնելու համար, դու հեռացված չափազանց ազնիվ լինելու համար, ամփոփեց նա։ Եվ դա միայն այն է, ինչ մենք մինչ այժմ բացահայտել ենք, ավելացրեց Վահանը։ Էլ քանի հոգի են լրացվել։ Կարծում եմ ժամանակն է խոսել Նարեի հետ։
Կհամաձայնես վաղն ինձ ուղեկցել։ Վահանը չվարանեց։ Իհարկե։ Մենք հիմա թիմ ենք, հիշում ես։ Թիմ բառը ստիպեց Սոնային ժպտալ, նույնիսկ իրավիճակի ողջ լրջությամբ։ Այո, նրանք թիմ էին։ Եվ միգուցե միասին կարողանային փոփոխություն բերել։ Վահանը. Այո։ Չգիտեմ սա ուր կտանի, բայց ուրախ եմ, որ սրան միայնակ չեմ բախվում։ Ես նույնպես, Սոնա։ Ես նույնպես։ Հաջորդ առավոտ նրանք ուղղորդվեցին այն հասցեով, որը տվել էր Անին։ Դա մի փոքրիկ գրասենյակ էր քաղաքի կենտրոնում, որի վրա բարձ ցուցանակ կար։ Նարե Մյուլլեր մր խորհրդատվություն։ Շենքը համեստ էր երկհարկանի, աղյուսե ջակատով։ Մինչ նրանք բարձրանում էին նեղ սանդուղքով, Վահանը նկատեց, որ Սոնան նյարդային էր, նրա ձեռքերը մի փոքր դողում էին հենակների վրա։ Ամեն ինչ կարգին է, շնջաց նա։ Պարզապես մտածում եմ Անիի ասածի մասին։ Եթե Նարեն իսկապես հեռացվել է շատ հարցեր տալու համար, միգուցե նա չցանկանա նորից անցնել այդ ամենի միջով։ Կամ գուցե նա սպասում է մեկին, ով վերջապես կհավատա իրեն, պատասխանեց Վահանը նրբորեն դիպչելով Սոնայիթին։ Նարեի գրասենյակը փոքր էր, բայց կազմակերպված երկու սեղանով, պիտակավորված արխիվներով ընդունարանի մի փոքրիկ անկյունով։ Նարեն 40 տարեկան մի կին էր կարճ կարմրահեր մազերով խելացի կանաչ աչքերով, որոնք կարծես վերլուծում էին ամեն ինչ շուրջը։ Երբ նրանք ներկայացան բացատրեցին այցի նպատակը, նրա գեցվածքը լիովին փոխվեց։ Նստեք, ասաց նա փակելով գրասենյակի դուռը իջեցնելով շերտավարագույրները։ Նախարաջ պետք է իմանամ, որ մեկը գիտի, որ դուք այստեղ եք։ Միայն Անին, պատասխանեց Սոնան։ Ինչո՞։ Որովհետև քաղաքապետարանից հեռանալուցս ի վեր տպավորություն ունեմ, որ ինձ հետում են։ Ոչ մի ակնհայտ բան, բայց… Նա տատանվեց, դուք արդեն նկատել եք տարօրինակ մեքենաներ, լուր հեռախոսազանգեր, մարդկանց, որոնք ձեր մասին հարցեր են տալիս։ Վահանն ու Սոնան նշանակալից հայացքներ փոխանցեցին։ Այո, ասաց Վահանը։ Երեք գիշեր մի մեքենա մեզ հետեց։ Նարեն լուրջ գլխով արեց։ Ուրեմն դուք արդեն նրանց թիրախում եք։ Դա նշանակում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան ես կարծում էի։ Նա վեր կացավ գնաց դեպի մի որոշակի արխիվ հանելով մի չափազանց հաստ թղթապանակ։ Երբ սկսեցի աշխատել քաղաքապետարանում, ես պարզապես մր աշխատագից էի, որն ուզում էր լավ աշխատել, բայց աստիճանաբար սկսեցի նկատել անհամապատասխանություններ։ Ինչ տեսակի անհամապատասխանություններ, հարցրեց Սոնան։ Գերազանց աշխատողներ, որոնք առանց հիմնավորման վատ գնահատականներ էին ստանում։ Միշտ նույն գնահատողները, միշտ նույն խոսքերը։ Կարծես սցենար լիներ։ Նարեն բացեց թղթապանակը, ցույց տվեց տասնյակ գնահատականներ։ Նայեք այս ամսաթվերին։ 6 ամսվա ընթացքում 15 տարբեր աշխատագիցներ ստացել են նույնական գնահատականներ։ Վահանը զննեց փաստաթղթերը։ Արտահայտությունները գրեթե նույնն են։ Ճիշտ այդպես։ Դժվարություն կազմակերպչական փոփոխություններն ընդունելու հարցում, հաստատված ընթացակարգերը հարցականի տակ դնելու միտում, վարքագիծ, որը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատանքային միջավայրի վրա։ Կարծես ինչ-որ մեկը ձանմուշ էր օգտագործում։ Սոնան մռայլվեց։ Սա համակարգված գործողություն է հուշում։ Ինչ-որ մեկը հրահանգում էր գնահատողներին, թե ինչ գրել։ Իմ եզրակացությունը նույնպես դա է։ Բայց երբ սկսեցի հետաքննել, թե ով է կանգնած այդ հրահանգների հետում, ամեն ինչ բարդացավ։ Ինչպես բարդացավ, հարցրեց Վահանը։ Նախ համակարգ մուտք գործելու իմ իրավունքները սկսեցին սահմանափակվել։ Հետո ես ստացա մի վերակողմնորոշում իմ պարտականությունների վերաբերյալ ինձ ասելով կենտրոնանալ միայն հիմնական վարչական հարցերի վրա։ Երբ պնդեցի շարունակել հետաքննությունը, սկսվեցին աննկատ սպառնալիքները։ Սպառնալիքներ։ Վերադաս կանչեց ինձ ասաց, որ ես ավելորդ խնդիրներ եմ ստեղծում։ Դա լավ չի անդրադառնա իմ կարիերայի վրա։ Մեկ շաբաթ անց նրանք մի անջշտություն գտան իմ աշխատաժամանակի հաշվետվության մեջ մի անջշտություն, որը գոյություն չուներ, երբ ես հանձնեցի հաշվետվությունը։ Նարեն թղթապանագից ավելի շատ փաստաթղթեր հանեց։ Բայց ես սովորել էի պաշտպանվել։ Սկսեցի ամեն ինչի պատժեններն անել, փաստաթղթավորել ամեն մի զրույց, ամեն մի կասկածելի էլեկտրոնային նամակ։ 3 տարվա համակարգված ապացույցներ, որոնք փաստում են, որ կար համակարգված արշավ որոշակի աշխատագիցների հեռացնելու համար։ Եվ այդ բոլոր աշխատագիցները ինչ-որ ընդհանուր բան ունեին, հարցրեց Սոնան։ Բոլորն էլ սկզբունքային հարցեր տվող մարդիկ էին, որոնք պասիվորեն չէին ընդունում անօրինականությունները։ Շինարարության աշխատագիցը, որը հարցականի տակ դրեց ուռճացված պայմանագրերը, քարտուղարուհին, որը հարցրեց կասկածելի մրցույթների մասին, հաշվապահը, որը նկատեց անհամապատասխանությունները ֆինանսական հաշվետվություններում։ Վահանը թեքվեց առաջ։ Սա չի կարող պատահականություն լինել։ Պատահականություն չէ։ Եվ ավելին գա։
Նարեն թերթեց մի քանի էջ։ Պարզեցի, որ այդ հեռացված աշխատագիծներից ոմանք փորձել են նոր աշխատանք գտնել համակարգված կերպով մերժվել են։ Ընկերությունները, որոնք սկզբում հետաքրքրություն էին ցուցաբերել, փոխում էին իրենց միտքը տեղեկությունների ստուգումից հետո։ Ինչպես իմ դեպքում, մրմնջաց Վահանը։ Ճիշտ այդպես։ Տեղական գործատուների միջ հաղորդակցության ցանց կա։ Խնդրահարույց պիտակավորված մարդիկ փաստացիորեն վտարվում են տեղական աշխատաշուկայից։ Սոնան գատաղի կերպով նշումներ էր անում։ Նարե, դու ունես այդ հաղորդակցությունների ապացույցները։ Որոշները։ Ներքին նամակներ, որոնք հաջողացրել եմ պատժենել նախքան հեռացվելս։ Բայց դուք պետք է հասկանաք այն, ինչ ես ձեզ ցույց եմ տալիս, ընդամենը սառցալերան գագաթն է։ Եթե համայնքային մակարդակով այսքան բարդ է ամեն ինչ, պատկերացրեք ինչ է կատարվում գործարար մակարդակով։ Կասկածում ես, որ սա քաղաքապետարանից այն կողմ է գնում։ Վստահ եմ։ Հեռացված աշխատագիծներից ոմանք աշխատում էին մասնավոր ընկերություններում։ Օրինաչափությունը նույնն է, սկզբունքային մարդիկ համակարգված կերպով հեռացվում են միշտ վարքագծային խնդիրների հիմնավորմամբ։ Նարեն ցույց տվեց իր գազմած ժամանակացույցը։ Նայեք այս ամսաթվերին։ Քաղաքապետարանի հեռացումները համընկնում են տեղական մի քանի ընկերությունների հեռացումների հետ։ Կարծես ժամանակային համակարգում լինի։ Վահանն ուսումնասիրեց գրաֆիկը։ Կարծես ինչ-որ մեկը միաժամանակյա մաքրում է իրականացնում տարբեր կազմակերպություններում։ Եվ գիտեք որն է ամենասարսափելի մասը, Նարեն ցածրացրեց ձայնը։ Հեռացվածներից 3-ը փորձել են անօրինականությունների մասին հայտնել արտաքին մարմիններին։ Բոլորն էլ վարկաբեկվել են նախքան նրանց բողոքները լուրջ քննարկվելը։ Ինչպես են վարկաբեկվել։ Վարկաբեկող անձնական տեղեկություններ են հայտնվել տեղական մամուլում։ Հին ֆինանսական խնդիրները փորփրվել ներկայացվել են ողբերգական լույսի ներքո։ Անձնական հարաբերությունները հրապարակայնորեն հարցականի տակ են դրվել։ Սոնան սարսուռ զգաց։ Նրանք ոչնչացնում են մարդկանց հեղինակությունը նրանց բողոքները անվավեր դարձնելու համար։ Դա պաշտպանության վերահսկողության շատ բարդ համակարգ է։ Հեռացնում է վտանգավոր մարդկանց, վախեցնում մյուսներին վարկաբեկում ցանկացած մեկին, ով կփորձի բողոքել։ Վահանը վեր կացավ քայլեց դեպի պատուհանը նայելով փողոցին։ Նարե, ինչու ես պատրաստ մեզ օգնել։ Դու արդեն գրել ես սա հարցականի տակ դնելու հետանքները։ Որովհետ, պատասխանեց նա հաստատակամորեն, 3 շաբաթ առաջ ես մի հեռախոսազանգ ստացա 17-ամյա մի աղջկանից։ Մի աղջիկ, որը հեռացվել էր իր առաջին աշխատանքից վերաբերմունքի խնդիրների պատճառով այն բանից հետո, երբ մերժել էր իր վերադասի սեռական ոտնձգությունները։ Նա հուսահատված էր, իրեն էր մեղադրում կարծելով, թե ինքն է սխալ բան արել։ Նարեի ձայնը դողաց։ Այդ պահին ես հասկացա, որ իմ լռությունը թույլ է տալիս, որ ավելի շատ մարդիկ տուժեն։ Անմեղ երիտասարդներ, որոնք վճարում են իմ վախկոտության գինը։ Աղջիկը Անահիտն էր, նրբորեն հարցրեց Սոնան։ Նարեն գլխով արեց։ Պետրոս Կարապետյանի դուստրը հոլդինգի հաշվապահական բաժնից։ Մի լավ մարդ, որը միշտ իր գործը ազնվորեն է արել, մինչ որ իր դուստրը հարձակման ենթարկվեց այս համակարգի կողմից։ Դու ճանաչում ես Պետրոսին։ Տարիներ առաջ միասին աշխատել ենք մի քանի միջգերատեսչական նախագծերի վրա։ Նա իմ ճանաչած ամենաազնիվ մարդկանցից մեկն է։ Եթե նա ներգրավված է սրանում, ուրեմն ամեն ինչ շատ լուրջ է։ Նարեն փակեց թղթապանակը ուղիղ նայեց Վահանին ու Սոնային։ Ուրեմն նորից եմ հարցնում։ Դուք իսկապես պատրաստ եք բացահայտելու, թե որքան խորն է այս կոռուպցիան։ Որովհետ հենց սկսենք, դուք նույնպես թիրախ կդառնաք։ Սոնան մեկնեց ձեռքը բռնեց Վահանի ձեռքը։ Նարե, մենք վերջին օրերն անցկացրել ենք բացահայտելով, որ մեր ամբողջ քաղաքը մանիպուլյացիայի է ենթարկվում այնպիսի մարդկանց կողմից, որոնք պատժում են ազնվությունը պարգատրում կոռուպցիան։ Ինչպես կարող ենք լռել։ Եվ բացի այդ, ավելացրեց Վահանը, եթե մենք ոչինչ չանենք, Անահիտը հարյուրավոր այլ մարդիկ, ինչպես նա, կշարունակեն տուժել։ Նարեն երկար ժամանակ ուսումնասիրեց երկուսին, հետո ժպտաց առաջին անգամ այն պահից, ինչ նրանք եկել էին։ Դուք գիտեք, որ սա ընդմիշտ կփոխի ձեր կյանքը, չէ, հենց սկսենք, հետդարձի ճանապարհ չկա։ Մեր կյանքն արդեն փոխվել է, ասաց Սոնան։ Հարցն այն է, թե արդյոք թույլ ենք տալու, որ այդ փոփոխությունը մեզ կործանի, թե օգտագործելու ենք այն ինչ որ փոփոխություն բերելու համար։ Շատ լավ, Նարեն վեր կացավ։ Ուրեմն սկսենք։ Բայց նախ դուք պետք է հանդիպեք Պետրոսին։ Եվ դուք պետք է պատրաստ լինեք այն ամենին, ինչ նա մեզ կպատմի։ Որովհետ եթե ես ճիշտ եմ, մենք գործ ունենք մի բանի հետ, որը շատ ավելի մեծ է, քան մեզնից որը մեկը պատկերացնում էր։ Եվ այդ պահին երեքն էլ հասկացան, որ իրենց կյանքը այլս երբեք նույնը չի լինի։ Նարեի գրասենյակը վերածվեց խմբի ինքնաշեն գործողությունների կենտրոնի։
Հաջորդ 3 օրերի ընթացքում նրանք հավաքվում էին ամեն գիշեր Սոնայի աշխատանքից հետո դասավորելով փաստաթղթերը, ստեղծելով ժամանակացույցեր միացնելով կետերը, որոնք սկսում էին ձևավորել տագնապալի մի պատկեր։ Նայեք սրան, ասաց Նարեն սեղանի վրա փռելով կատարողականի գնահատականների մի շարք։ 2 տարվա ընթացքում որոշակի աշխատագիծներ սկսել են ստանալ արհեստականորեն ցածր գնահատականներ։ Միշտ նույն խոսքերը։ Դժվարություն թիմում աշխատելիս, դիմադրություն փոփոխություններին, կասկածելի վերաբերմունք։ Սոնան զննեց փաստաթղթերը։ Եվ այս բոլոր աշխատագիծները վերջիվերջո հեռացվել են, կամ հրաժարական են տվել ճնշման տակ։ Օրինաչափությունը հստակ է բացահայտել չափազանց սկզբունքային մարդկանց, ստեղծել վարքագծային խնդիրների կեղծ պատմություն հետո նրանց հեռացնել աշխատանքային միջավայրից։ Վահանը ցույց տվեց ցուցակի մի անուն։ Արսեն Սահակյան։ Ես նրան ճանաչում եմ։ Աշխատում էր սուպերմարկետի գնումների բաժնում։ Միշտ շատ խիստ էր մատակարարների հարցում, երբեք կասկածելի առաջարկներ չէր ընդունում։ Հեռացվել է 8 ամիս առաջ, հաստատեց Նարեն։ Պաշտոնապես աննազանդության համար։ Ոչ պաշտոնապես, որովհետև բացահայտել էր, որ որոշ մատակարարներ ուրջացնում էին ապրանքների գները տարբերությունը կիսում կառավարիչների հետ։ Սա չի կարող լինել պարզապես ամփոփություն, ասաց Սոնան ուսումնասիրելով իրենց կազմած ժամանակացույցը։ Այն չափազանց համագարկված է, չափազանց կոորդինացված։ Սրա հետում միտք կա։ Եվ ռեսուրսներ, ավելացրեց Վահանը։ Մարդկանց կաշառելու, գրառումները փոխելու, տարբեր ընկերությունների միջ համակարգելու համար դա կազմակերպվածություն փող է պահանջում։ Նարեն լուրջ գլխով արեց։ Դրա համար ինձ հեռացրեցին։ Ես շատ էի մոտենում ճշմարտությանը։ Պարզեցի, որ մր գրառումների փոփոխությունները կատարվում էին հեռահար կենտրոնական համակարգի վարչական մուտք ունեցող ինչ-որ մեկի կողմից։ Կենտրոնական համակարգ։ Այն հոլդինգը, որը վերահսկում է այս բոլոր տեղական ընկերությունները։ Սուպերմարկետներ, որոշ խանութներ, նույնիսկ քաղաքապետարանի հետ պայմանագրեր։ Մր ամբողջ համակարգը կենտրոնացված է։ Սոնան դադարեց գրել։ Դա նշանակում է, որ հիերարխիայի շատ բարձր օղակներում ինչ-որ մեկը համակարգում է սա։ Սա ըմբոստ կառավարիչ կամ մեկուսացված կոռուպցիա չէ։ Ճիշտ է։ Եվ այդ մարդը ուժ ունի գործանելու կարիերաներ, մանիպուլյացիայի ենթարկելու պաշտոնական գրառումները համակարգելու հանցակցության ցանցը։ Այդ գիշեր Վահանը Սոնայի հետ քայլեց մինչ ավտոբուսի գանգարը։ Բացահայտումների ծանրությունը փոխել էր երկուսի դրամատրությունն էլ։ Նրանք այլս գործ չունեին մեկուսացված անարդարությունների հետ, այլ կոռուպցիայի մի բարդ համակարգի։ Վախենում ես, հարցրեց Վահանը, երբ նրանք կանգ առան լամպի լույսի տակ։ Վախենում եմ, խոստովանեց Սոնան։ Բայց նա վճռական եմ։ Տեսար այդ կեղծ գնահատականները։ Քանի։ Լավ մարդ կորցրեց իր աշխատանքը սրա հետ համաձայնվելուց հրաժարվելու պատճառով։ Եվ էլի քանիսն են գործնելու, եթե մենք ոչինչ չանենք։ Նա շրջվեց դեպի Վահանը։ Վահան, պետք է քեզ մի բան ասեմ։ Այս վերջին օրերը քեզ Նարեի հետ աշխատելով տարիների ընթացքում առաջին անգամն է, որ ինձ զգում եմ մի կարևոր բանի մասնիկ։ Մի բանի, որն արժեք ունի։ Ես նույնն եմ զգում։ Նա մի քայլ մոտեցավ։ Եվ դա միայն հետաքննության մասին չէ։ Դա քո մասին է, Սոնա։ Այն մասին, թե ով ես դու, ինչպես ես մտածում, քո քաջության մասին։ Վահան։ Գիտեմ, որ մենք ծանոթացել ենք տարօրինակ հանգամանքներում, գիտեմ, որ սա դժվար ժամանակ է, բայց… Նա խորը շունչ քաշեց։ Ես սիրահարվում եմ քեզ։ Սոնան զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Վստահ ես, որ դա պարզապես այս ամենի ադրենալինը չէ։ Վստահ եմ։ Վահանը նրբորեն դիպավ նրա դեմքին։ Դու ստիպում ես ինձ ցանկանալ լինել ավելի լավ մարդ, քան արդեն փորձում եմ լինել։ Դու արդեն հիանալի մարդ ես, շնջաց նա։ Իսկ ես նույնպես սիրահարվում եմ քեզ։ Նրանց համբույրը ընդհատվեց մի մեքենայի դանդաղելու ձայնով։ Նրանք բաժանվեցին տեսան փողոցի մյուս կողմում, կանգնած մի մուգ սեդան անջատված լուսարձակներով։ Մի պահ ոչ ոք դուրս չեկավ մեքենայից։ Հետո այն դանդաղ արագացրեց անհետացավ մթության մեջ։ Դա տարօրինակ էր, ասաց Սոնան, սարսուռ զգալով ողնաշարով։ Հավանաբար պարզապես մոլորված մեկն էր, փորձեց հանգստացնել Վահանը, բայց նրա ձայնի մեջ կար լարվածություն, որը չէր կարողանում թաքցնել։ Հաջորդ օրը Անին փնտրեց Սոնային ընդմիջման ժամանակ։ Պետք է քեզ մի բանի մասին զգուշացնեմ, ասաց նա ցածր ձայնով։ Վարչական տնօրենը երեկ քո մասին հարցեր էր տալիս։ Ինչ տեսակի հարցեր։ Քո կատարողականի, գործընկերների հետ հարաբերությունների մասին, թե արդյոք հարցականի տակ ես դնում ընթացակարգերը։ Անին տատանվեց։ Սոնա, կարծում եմ ինչ-որ մեկը քեզ հետում է։ Ինչպես հետում։ Չգիտեմ։
Բայց 3 հոգի, որոնք աշխատում էին այստեղ տալիս էին այնպիսի հարցեր, որոնք դու ես տալիս, այլս այստեղ չեն։ Զգույշ եղիր։ Այդ կեսօրին Նարեի գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ Սոնան պատմեց Անիի հետ զրույցի մասին։ Նրանք նկատում են մեր հետաքննությունը, եզրակացրեց Վահանը։ Դա պարզապես ժամանակի հարց էր, ասաց Նարեն։ Հարցն այն է, թե ինչ ենք անում հիմա։ Կանգնում ենք այստեղ, թե արագացնում ենք գործընթացը։ Արագացնում ենք, ասաց մի ձայն դրան մոտից։ Նրանք շրջվեցին, տեսան մոտ 50 տարեկան, նիհար նյարդային մի տղամարդու, որը կանգնած էր մուտքի մոտ։ Կներեք ընդհատելու համար։ Ես Պետրոս Կարապետյանն եմ։ Մինչ անցյալ շաբաթ աշխատում էի հոլդինգի կենտրոնական հաշվապահությունում։ Ինչպես գտաք մեզ, զգուշորեն հարցրեց Նարեն։ Արսեն Սահակյանը տվեց ձեր հասցեն։ Ասաց, որ դուք հետաքննում եք ընկերությունում արկա անօրինականությունները։ Ինչու պետք է ձեզ վստահենք, հարցրեց Վահանը։ Պետրոսը թի տագից հանեց մի թղթապանակ։ Որովհետև ես ունեմ 3 տարվա ֆինանսական գրառումներ, որոնք ապացուցում են, որ միջոցների յուրացումը չի սահմանափակվում մի քանի խանութներով։ Դրանք համակարգված են, ներառում են միլիոններ։ Լռությունը տիրեց սենյակում։ Ինչու եք սա անում, հարցրեց Սոնան։ Ինչու եք ռիսկի դիմում։ Պետրոսը ձանր նստեց աթոռին։ Աղջիկս Անահիտը։ Նա 2 ամիս առաջ ստացավ իր առաջին աշխատանքը ցանցի խանութներից մեկում։ Անցյալ շաբաթ կառավարիչը փորձել է ստիպել նրան ընդունել իր սեռական ոտնձգությունները։ Երբ նա մերժել է, նրան հեռացրել են վերաբերմունքի խնդիրների պատճառով։ Աստված իմ, մրմնջաց Սոնան։ Նա 17 տարեկան է, շարունակեց Պետրոսը դողացող ձայնով։ Այնքան ոգորված էր իր առաջին աշխատանքով, այնքան հպարտ էր, որ ներդրում է ունենում տան ծախսերի մեջ։ Իսկ նրանք կործանեցին դա։ Կործանեցին նրա վստահությունը, նրա ուրախությունը։ Վահանը զգաց ծանոթ բարկության ալիք։ Այն նույն կառավարիչը, որը դա արել է ձեր դստեր հետ, ներգրավված է ֆինանսական յուրացումների մեջ։ Ոչ միայն ներգրավված է։ Նա համակարգողներից մեկն է։ Ստանում է յուրացված ամեն ինչի մի տոկոսը ազնիվ աշխատագիտներին վերահսկողության տակ պահելու դիմաց։ Նարեն թեքվեց առաջ։ Պետրոս, դուք դրա ապացույցներն ունեք։ Ամեն ինչ ունեմ։ Բանկային փոխանցումներ, ներքին նամակներ, հանդիպումների արձանագրություններ։ Ամեն ինչ պահել եմ նախքան հրաժարական տալս։ Նա բացեց թղթապանակը։ Բայց դուք պետք է իմանաք։ Նրանք պարզել են, որ ես ֆայլեր եմ պատճենել։ Արդեն 3 օր է ինձ հետում են։ Հետո ում են, Սոնան զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Տարօրինակ մեքենաներ մեր փողոցում, լուր հեռախոսազանգեր կեսգիշերին։ Նրանք ուզում են ինձ վախեցնել, որպեսզի լռեմ։ Վահանը հիշեց նախորդ գիշերվա մուգ մեքենան։ Սոնա, կարծում եմ մենք պարանոիկ չենք։ Ինչ եք առաջարկում անել, հարցրեց Նարեն։ Պետրոսը խորը շունչ քաշեց։ Մենք պետք է արագ գործենք։ Նախքան նրանք միջոց կգտնեն մեզ լռեցնելու կամ ապացույցները ոչնչացնելու համար։ Մայրաքաղաքում մի անկախ աուդիտորի եմ ճանաչում, մեկին, ով արդեն աշխատել է կորպորատիվ կոռուպցիայի գործերով։ Եթե կարողանանք ամեն ինչ ներկայացնել նրան։ Դա վտանգավոր է, ասաց Սոնան։ Եթե նրանք պատրաստ են հետել մարդկանց, վախեցնել։ Այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը, հարցրեց Վահանը։ Հանձնվողում ենք թույլ տալիս, որ նրանք շարունակեն գործանել կյանքեր, որ հաջորդ զոհը լինի մի դեռահաս, ինչպես Անահիտը։ Խումբը լռեց յուրաքանչյուրը մարսելով այն ամենի մասշտաբը, ինչին բախվում էին։ Դա այլս միայն գործրած աշխատանքի կամ կասկածելի ընթացակարգերի մասին չէր։ Դա մի համակարգի մասին էր, որը չարաշահում էր իշխանությունը ազնիվ մարդկանց լռեցնելու խոցելիներին շահագործելու համար։ Ես կողմ եմ, որ շարունակենք, ի վերջո ասաց Սոնան։ Բայց պետք է խելացի լինենք։ Մեզ ծրագիր է պետք։ Համաձայն եմ, ասաց Նարեն։ Պետրոս, կարող եք կապվել ձեր աուդիտորի հետ։ Կարող եմ։ Բայց նա կցանկանա համոզիչ ապացույցներ տեսնել նախքան ռիսկի դիմելը։ Ապացույցներ ունենք, Վահանը ցույց տվեց սենյակում եղած փաստաթղթերի դեզերը։ Խնդիրը դրանք համոզիչ ձով կազմակերպելն է։ Եվ համոզվելը, որ դրանք հասնում են ճիշտ ձեռքերին, ավելացրեց Սոնան։ Պետրոսը մի պահ տատանվեց։ Եվս մի բան կա, որ պետք է իմանաք։ Երեկ ինձ զանգահարեցին մեծ գումար առաջարկեցին, որպեսզի ես վերանայեմ իմ գործողությունները։ Եվ մերժեցի, իհարկե։ Բայց դա նշանակում է, որ նրանք զգալի ռեսուրսներ ունեն, պատրաստ են դրանք օգտագործել։ Եթե գաշարելը չաշխատի։ Նա գարիք չունեցավ ավարտելու նախադասությունը։ Բոլորը հասկացան ակնարկը։ Ուրեմն վերջ, ասաց Նարեն վեր գնալով։ Մենք այլս ժամանակի շքեղություն չունենք։ Կամ գործում ենք հիմա,
կամ գործնում ենք մեր հնարավորությունը։ Երբ, հարցրեց Վահանը։ Վաղը գիշեր։ Պետրոսը կկազմակերպի հանդիպումը աուդիտորի հետ։ Մենք կպատրաստենք բոլոր ապացույցները մի ամբողջական անհերքելի փաթեթի մեջ։ Մինչ նրանք պատրաստվում էին դուրս գալ, Սոնան նկատեց փողոցի մյուս կողմում կանգնած ծանոթ մեքենան։ Նույն մուգ սեդանը, ինչ նախորդ գիշեր։ Ժողովուրդ, ասաց նա ցածր ձայնով, կարծում եմ մեր այսօրվա հանդիպումը աննկատ չի անցել։ Բոլորը նայեցին այն ուղղությամբ, որը նա ցույց էր տալիս։ Մեքենան այնտեղ էր անշարժ, ներսում երում էր երկու մարդու ուրվագից։ Նրանք բավականին ակնհայտ են գործում, նկատեց Վահանը։ Միգուցե հոգեբանական ճնշում է։ Կամ գուցե այլս չեն մտահոգվում զգույշ լինելու մասին, մռայլ ասաց Պետրոսը։ Ինչը կարող է նշանակել, որ պատրաստվում են ավելի ուղղակի գործողության։ Նարեն խնամքով գողպեց գրասենյակը։ Միասին ենք դուրս գալու։ Եվ այս գիշեր ոչ ոք մենակ տուն չի գնալու։ Մինչ նրանք քայլում էին փողոցով, սեդանը հետում էր նրանց հարգալից հեռավորության վրա։ Այլս հարց չէր արդյոք նրանց հետում էին, թե ոչ։ Հարցն այն էր, թե ինչ էին ծրագրում անել հետողները։ Վահան, շշնջաց Սոնան քայլելիս, դու դեռ կարծում ես, որ մենք ճիշտ բան ենք անում։ Նա սեղմեց նրա ձեռքը։ Կարծում եմ ընտրություն չունենք։ Որոշ մարտեր դու պետք է մղես, նույնիսկ երբ վստահ չես, որ հաղթելու ես։ Իսկ եթե պարտվենք, գոնե կպարտվենք փորձելով անել այն, ինչը ճիշտ է։ Դա պետք է ինչ-որ բան նշանակի։ Սոնան ժպտաց չնայած վախին, որ զգում էր։ Գիտես, որ ես քեզ սիրում եմ, չէ։ Ես էլ քեզ եմ սիրում, պատասխանեց նա։ Եվ դրա համար էլ մենք հաղթելու ենք։ Մարդիկ, որոնք պայքարում են հանուն սիրո, միշտ էլ քեն գտնում։ Նրանց հետից մուգ սեդանը շարունակում էր հետել որպես մռայլ հիշեցում այն մասին, որ պայքարը դեռ նոր է սկսվում։ Հաջորդ առավոտը կործանարար լուրեր բերեց։ Պետրոսը զանգահարեց Նարեին առավոտյան ժամը 6-ին ձայնը լարված տագնապած։ Գիշերը ներխուժել են իմ բնակարան։ Ամեն ինչ տարել են։ Բոլոր ֆիզիկական փաստաթղթերը, համակարգիչս, նույնիսկ պահուստային կրիչները։ Նարեն զգաց, թե ինչպես է սիրտը վայր ընկնում։ Դուք տանն էիք։ Ոչ։ Քնել էի ընկերոջս տանը, որովհետ վախենում էի։ Փաստորեն, լավ որոշում էր։ 1 ժամ անց 4-ով հավաքվեցին հրապարակի սրճարանում։ Պետրոսը ընկդված տեսք ուներ 10 տարով ձերացած նախորդ գիշերվա համեմատ։ Ինչպես նրանք իմացան հենց որտեղ փնտրել, հարցրեց Վահանը։ Ձեր փաստաթղթերը չհրկիզվող պահարանում էին, չէ։ Այո։ Եվ նրանք ուղիղ այնտեղ են գնացել։ Գիտեին հենց ինչ փնտրել։ Սոնան սարսուռ զգաց։ Պետրոս, դուք որե մեկին պատմել էիք մեր հետաքննության մասին։ Բացի Արսենից։ Ոչ։ Միայն ձեզ։ Նա դատանվեց։ Եվ աղջկաս Անահիտին։ Նա գիտեր, որ ես ապացույցներ եմ հավաքում։ Ձեր դուստրը ոչ մեկին չէր պատմի, չէ, հարցրեց Նարեն։ Միտումնավոր ոչ։ Բայց Պետրոսը ձեռքերով ծածկեց դեմքը։ Երեկ նա նշեց, որ Լիլիթը դպրոցական ընկերուհին հարցրել է իմ նոր գործունեության մասին։ Ինչպես է նա իմացել։ Ով է ուշադրություն դարձնում։ Վահան ու Սոնան նայեցին միմյանց։ Հսկողության ցանցը շատ ավելի մեծ էր, քան նրանք պատկերացրել էին։ Պետք է ենթադրենք, որ նրանք ամեն ինչ գիտեն, ասաց Սոնան։ Մեր հետաքննությունը, մեր հանդիպումները, մեր ծրագրերը։ Այդ դեպքում ինչ ենք անում, հարցրեց Պետրոսը։ Նարեն խորը շունչ քաշեց։ Փոխում ենք ծրագիրը։ Փոխանակ սպասելու մինչ վաղը գիշեր, գնում ենք հիմա։ Այսօր։ Ես դեռ ունեմ ամենակարևոր փաստաթղթերի պատճենները իմ գրասենյակում։ Իսկ եթե արդեն ներխուժել են նա քո գրասենյակը, դա բարձելու միայն միծ կա։ Երբ նրանք հասան Նարեի գրասենյակ, տեսան դուռը գոտրված տեղը լիովին տակնուվրա արված։ Դարակները բացված էին, թղթերը թափված, համակարգիչը անհետացած։ Աստված իմ, մրմնջաց Սոնան։ Նարեն վազեց դեպի իր սեղանի հետի մի որոշակի արխիվ։ Դեռ այստեղ են, ասաց նա թեթացած հանելով մի քանի թղթապանակ գաղտնի դարակից։ Ամենակարևոր պատճենները։ Գոնե սա։ Դա նշանակում է, որ նրանք չգիտեն այս թաքստոցի մասին, նկատեց Վահանը։ Կամ գիտեն միտումնավոր թողել են, որ գտնենք մեզ կեղծ անվտանգության զգացում տալու համար, ասաց Պետրոսը հորետեսորեն։ Ինչ էլ որ լինի, սա այն է, ինչ ունենք, ասաց Նարեն։ Հիմա զանգում եմ աուդիտորին։ Պայմանավորվում ենք այսօր կեսօրին Երանում։ Հանդիպումը նշանակվեց ժամը 3-ին Երանի մի գրասենյակում Գյումրից 1 ժամ հեռավորության վրա։ Աուդիտորը Գայանե Հովհաննիսյանը, մի լուրջ կին էր ամբասիր հեղինակությամբ կորպորատիվ կոռուպցիայի գործերում։ Մեքենայով ճանապարհին խումբը լարված էր։ Պետրոսը վարում էր անընդհատ ստուգելով հետի հայելին տեսնելու համար, թե արդյոք իրենց հետում են։
Սոնան Վահանը գիսում էին հետի նստատեղը փաստաթղթերի թղթապանակների հետ, մինչ Նարեն մտքում կրկնում էր այն հիմնական գետերը, որոնք պետք է ներկայացնեին։ Գայանե, ասաց Նարեն, երբ նրանց ընդունեցին նրբագեղ գրասենյակում, շնորհակալություն մեզ այսքան արագ ընդունելու համար։ Նարե, դու ասացիր, որ հրատապ է։ Եվ այն ընկերությունների անուններից, որոնք նշեցիր, պատկերացնում եմ, որ այդպես է։ Գայանեն ժեստով հրավիրեց նստելու։ Անցնենք գործին։ Ինչ եք բացահայտել։ Հաջորդ 2 ժամերը լարված էին։ Նրանք ներկայացրին ամեն ինչ ֆինանսական յուրացումները, փոփոխված մրգրարումները, սկզբունքային աշխատագիտների հեռացման համակարգված օրինաչափությունը, ահաբեկումներն ու սպառնալիքները։ Գայանեն ուշադիր զննեց յուրաքանչյուր փաստաթուղթ տալով հստակ հարցեր անելով մանրամասն նշումներ։ Նրա դեմքի արտահայտությունը գնալով ավելի լուրջ էր դառնում։ Սա ձանրակշիռ է, ի վերջո ասաց նա։ Շատ ձանրակշիռ։ Մենք խոսում ենք բազմաթիվ խարդախությունների, պաշտոնական գրառումների մանիպուլյացիայի, համակարգված հալածանքների մասին։ Ուրեմն դուք կհետաքննեք, հույսով հարցրեց Սոնան։ Գայանեն տատանվեց։ Խնդիրն այն է, որ ներգրավված ընկերությունները նշանակալի քաղաքական տնտեսական կապեր ունեն։ Նման մասշտաբի հետաքննությունը շատ մեծ ուշադրություն կգրավի։ Պետք է վերադասներիս համաձայնությունը ստանամ։ Ինչքան ժամանակ դա կխլի, հարցրեց Վահանը։ Մի քանի օր։ Միգուցե 1 շաբաթ։ 1 շաբաթ։ Պետրոսը թեքվեց առաջ։ Գայանե, նրանք արդեն ներխուժել են մեր տները։ Մեզ հետում են։ Եթե 1 շաբաթ սպասենք, նրանք միջոց կգտնեն մեզ վերջնականապես լրացնելու համար։ Հասկանում եմ հրատապությունը, բայց իրավական գործընթացները ժամանակ են պահանջում։ Չեմ կարող պարզապես։ Կարող եք ոչ պաշտոնական հետաքննություն սկսել, ընդհատեց նրան Նարեն։ Ուղարկել աուդիտորներին ստուգելու գրառումները, նախքան դրանք կփոփոխվեն կամ ոչնչացվեն։ Գայանեն հառաչեց։ Միգուցե։ Թույլ տվեք խոսել մի քանի կապերի հետ։ Պատասխան գտամ մինչ վաղը։ Վերադարձի ճանապարհին մեքենայի մեջ տրամադրությունը մռայլ էր։ Նա ոչինչ չի անելու, դառնացած ասաց Պետրոսը։ Տեսակ նրա տատանումը, երբ նշեցի քաղաքական կապերը։ Նա պարզապես զգույշ է, փորձեց պաշտպանել Նարեն։ Կամ վախենում է, ավելացրեց Վահանը։ Իսկ եթե նա է վախենում, պատկերացրեք մեզ։ Սոնան լուր էր նայելով պատուհանից դուրս։ Երբ նրանք վերադարձան քաղաք, նա վերջապես խոսեց։ Վահան, կարող ենք առանձին խոսել։ Նրանք բաժանվեցին խմբից քաղաքի կենտրոնում։ Սոնան ակնհայտորեն հուզված էր քայլելով հրապարակում մի կողմից մյուսը։ Սոնա, ինչ է պատահել։ Ես այլս չեմ կարողանում, Վահան։ Սա չափազանց վտանգավոր է դառնում։ Ինչի։ Մասին ես խոսում։ Այսօր առավոտյան, երբ աշխատանքի հասա, Անին ինձ փնտրեց։ Նա ասաց, որ 3 գիշեր Անանուն զանգ է ստացել, ինչ որ մեկը իմ մասին էր հարցնում։ Ուզում էին իմանալ որտեղ եմ ապրում, ընտանիք ունեմ քաղաքում, արդյոք որը խոցելի կողմ ունեմ։ Վահանը զգաց բարկության ալիք։ Նրանք փորձում են քեզ վրա ճնշում գործադրելու միջոցներ գտնել։ Ճիշտ այդպես։ Եվ հաջողեցին։ Սոնան դադարեց քայլել։ Վահան, ես առողջական խնդիր ունեմ, որը թանկ դեղորայք է պահանջում։ Եթե գործնեմ աշխատանքս, չեմ կարողանա վճարել։ Իսկ եթե չկարողանամ վճարել։ Սոնա, մենք մի ելք կգտնենք։ Ինչպես, պորտկացնա։ Դու գործազուրկ ես։ Պետրոսին հետապնդում են։ Նարեն գործրել է իր հաճախորդների կեսին։ Եվ հիմա մենք պարզում ենք, որ այն մարդիկ, ում դեմ դուրս ենք եկել, ռեսուրսներ ունեն տներ ներխուժելու, աշխատագիտներին կաշառելու, Աստված գիտի էլ ինչ անելու համար։ Վահանը փորձեց մոտենալ, բայց նա հետ քաշվեց։ Միգուցե պետք է կանգ առնենք, ասաց նա ցածր ձայնով։ Միգուցե պետք է ընդունենք, որ որոշ մարտեր չափազանց մեծ են մեզ նման մարդկանց համար։ Մեզ նման մարդկանց, Վահանը չէր հավատում իր լսածին։ Սոնա, հենց մեզ նման մարդիկ են փոխել աշխարհը։ Սովորական մարդիկ, որոնք որոշել են չընդունել անընդունելին։ Եվ մեզ նման մարդիկ են նա ամենաշատը տուժում, երբ բախվում են հզոր համակարգերի հետ։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Վահան, ես քեզ սիրում եմ։ Բայց վախենում եմ, որ եթե սա շարունակենք, կգործնենք ոչ միայն պայքարը, այլ միմյանց։ Վահանը զգաց, կարծես թանկարժեք մի բան գոտրվեց։ Ուրեմն վերջ։ Դու հրաժարվում ես այն ամենից, ինչին հավատում էինք։ Սա հրաժարվել չէ։ Սա իրատես լինել է։ Սա վախկոտ լինել է։ Խոսքերը Վահանի բերանից ավելի գոշ դուրս եկան, քան նա նախատեսել էր։ Սոնան հետ քաշվեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Միգուցե ես վախկոտ եմ, ասաց նա դողացող ձայնով, բայց գոնե ողջ վախկոտ եմ։ Նա շրջվեց հեռացավ Վահանին մենակ թողնելով հրապարակում։
Այդ գիշեր Վահանը չկարողացավ քնել։ Նա մտածում էր Սոնայի հետ զրույցի, իր ասած կոշտ խոսքերի, նրա դեմքի ցավի մասին, երբ իրեն վախկոտ անվանեց։ Առավոտյան նա որոշեց փնտրել նրան։ Բայց երբ զանգեց քաղաքապետարան, ասացին, որ նա մի քանի օրով հիվանդության արձակուրդ է վերցրել։ Վահանը։ Նարեի ձայնը հեռախոսով լարված էր։ Պետք է գաս այստեղ։ Հիմա։ Ինչ է պատահել։ Գայանեն զանգեց։ Նա չի հետաքննելու։ Ասաց, որ ավելի մանրակրկիտ վերանայումից հետո չկան բավարար ապացույցներ պաշտոնական հետաքննություն սկսելու համար։ Ինչպես թե։ Նա տեսել է փաստաթղթերը։ Ըստ ամենայնի, երեկ գիշեր ինչ-որ մեկը զանգել է նրա գրասենյակ։ Ինչ-որ շատ ազդեցիկ մարդ։ Վահանը փակեց աչքերը զգալով պարտության ձանրությունը։ Ուրեմն պարտվեցինք։ Դեռ ոչ, հաստատակամ ասաց Նարեն։ Պետրոսը կապ է հաստատել կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կազմակերպության հետ։ Նրանք հետաքրքրված են գործով։ Բայց նրանց ավելի շատ ապացույցներ են պետք, դրանք պետք են արագ։ Ինչ տեսակի ապացույցներ։ Բնօրինակ գրառումներ ընկերության ներքին համակարգերից։ Պետրոսը կարծում է, որ կարող է հեռահար մուտք գործել հոլդինգի կենտրոնական համակարգ, բայց միայն մի քանի րոպեով, նախքան նրան կբացահայտեն։ Վահանը տատանվեց։ Դա համակարգ ներխուժում է։ Դա հանցագործություն է։ Վահան, նրանք ներխուժել են մեր տները, սպառնացել մեզ, կաշառել պաշտոնյաներին։ Մենք դեռ մտահոգվող ենք օրինականությամբ։ Իսկ Սոնանը։ Նա գիտի։ Սրա մասին։ Չկարողացա խոսել նրա հետ։ Դու կարող ես նրան համոզել վերադառնալ։ Վահանը մտածեց նախորդ գիշերվա զրույցի, Սոնայի դեմքի ցավի մասին։ Չգիտեմ։ Նա վախենում է։ Եվ միգուցե իրավացի է վախենալու մեջ։ Վահան, առանց Սոնայի մենք կորցնում ենք մեր առավելությունը։ Նա խմբի միակ հաշվապահն է։ Մեզ նա պետք է ֆինանսական տվյալները այնպես դասավորելու համար, որ դրանք համոզիչ լինեն հետաքննողների համար։ Իսկ եթե նա չցանկանա վերադառնալ։ Նարեն մի պահ լռեց։ Այդ դեպքում մենք ստիպված կլինենք ելք գտնել առանց նրա։ Նույնիսկ եթե դա նշանակի ավելի մեծ ռիսկեր ստանձնել։ Վահանը պատուհանից նայեց քաղաքին, որը դարձել էր անտեսանելի ռազմադաշտ։ Ինչ որտեղ այնտեղ Սոնան պայքարում էր իր սեփական վախերի դեմ։ Մեկ այլ տեղ հզոր մարդիկ ծրագրում էին, թե ինչպես վերջնականապես լրացնել իրենց։ Նարե, ի վերջո ասաց նա, նշանագիր հանդիպումը Պետրոսի հետ։ Մենք դա կանենք։ Սոնայի հետ, թե առանց նրա, մենք կավարտենք մեր սկսածը։ Բայց նույնիսկ դա ասելիս Վահանը գիտեր, որ առանց Սոնայի նա գործրել էր ավելին, քան դաշնակցին։ Նա գործրել էր այն մարդուն, ով ստիպում էր իրեն հավատալ, որ պայքարելն արժեք ունի։ Հարցը հիմա միայն այն չէր, թե արդյոք կհաջողվի բացահայտել կոռուպցիան։ Հարցն այն էր, թե արդյոք կհասցնեն դա անել, նախքան այն համակարգը, որին բախվում էին, վերջնականապես կոչնչացներ իրենց։ Հրապարակի վեճից 3 օր անց Վահանը Նարեի գրասենյակում պատրաստում էր վերջնական գործողությունը, երբ լսեց ծանոթ քայլերի ձայնը սանդուղքի վրա։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել, երբ տեսավ Սոնային դրան մոտ գունատ, բայց վճռական։ Կարող եմ ներս գալ, հարցրեց նա տատանվելով։ Իհարկե, արագ ասաց Նարեն։ Մենք հենց։ Պետրոս, կարող եք մեզ մի քանի րոպե տալ, ընդհատեց Վահանը ուղիղ նայելով Սոնային։ Երբ նրանք մենակ մնացին, լռությունը տեց մի ժամանակ, որը հավերժություն թվաց։ Ես ցավում եմ, ի վերջո ասաց Սոնան։ Փախչելու համար, կասկածելու համար։ Ոչ, ընդհատեց նրան Վահանը։ Ես եմ ցավում։ Չպետք է քեզ վախկոտ անվանեի։ Դու վախկոտ չես, Սոնա։ Դու մարդ ես։ Դու վախենում ես, ինչպես մենք բոլորս պետք է վախենայինք։ Վերջին 3 օրերը մտածելով եմ անցկացրել, նա դանդաղ մոտեցավ։ Տանը, դեղերս խմելով, հիշելով, թե ինչու է ինձ պետք այս աշխատանքը, այս կայունությունը։ Նա գանգ առավ նրա դիմաց։ Եվ հասկացա, որ այդ ամենը նշանակություն չի ունենա, եթե ոչինչ չանենք։ Նրանք շարունակելու են գործանել կյանքեր, Վահան։ Եվ ի վերջո, մինույն է, հասնելու են ինձ։ Վահանը բռնեց նրա ձեռքերը։ Վստահ ես։ Որովհետև եթե հիմա վերադառնանք, դա ավելի վտանգավոր կլինի, քան նախկինում։ Վստահ եմ։ Բայց մի պայմանով։ Որն է։ Սա անում ենք միասին։ Մինչ վերջ։ Առանց վեճերի, առանց կոշտ խոսքերի, առանց միմյանցից հրաժարվելու, երբ գործերը բարդանան։ Խոստանում եմ, Վահանը նրբորեն համբուրեց նրան։ Ընդմիշտ, շնջաց նա։ Նարեն Պետրոսը վերադարձան գրասենյակ, տեսան երկուսին միասին փաստաթղթերը վերանայելիս գլուխ գլխի տված, ներթաշնակ աշխատելիս։ Բարի վերադարձ ձեզ երկուսիդ, ժպիտով ասաց Նարեն։ Որովհետև մեզ պետք կլինի ցանկացած օգնություն։
Սոնան բարձրացրեց աչքերը։ Ինչ է փոխվել վերջին օրերին։ Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կազմակերպությունը հետաքննող է ուղարկել, բացատրեց Պետրոսը։ Նա վաղն է գալիս, բայց ուզում է տեսնել պրոֆեսիոնալ համոզիչ կերպով կազմակերպված ապացույցներ։ Եվ մենք միայն այսօրն ունենք ամեն ինչ պատրաստելու համար, ավելացրեց Նարեն։ Սոնան վճռական գլխով արեց։ Ուրեմն սկսենք աշխատել։ Հաջորդ 16 ժամերը նրանց կյանքի ամենալարված ժամերն էին։ Սոնան վերակազմակերպեց բոլոր ֆինանսական տվյալները ստեղծելով հստակ գրաֆիկներ, որոնք ցույց էին տալիս յուրացումների օրինաչափությունները։ Վահանը կազմեց մանրամասն ժամանակացույց միացնելով իրադարձությունները, հեռացումները, անօրինականությունները։ Նարեն պատրաստեց համակարգի յուրաքանչյուր զոհի անհատական թղթապանակները։ Պետրոսին հաջողվեց հեռահար մուտք գործել հոլդինգի կենտրոնական համակարգ ուղիղ 8 րոպեով, նախքան նրան կբացահայտեին, բայց դա բավական էր ներբեռնելու համար վճռորոշ ֆինանսական գրառումները, որոնք հաստատում էին այն ամենը, ինչ նրանք բացահայտել էին։ Նայեք սրան, ասաց Պետրոսը տպելով էջերով տվյալներ։ Բանկային փոխանցումների գրառումներ, որոնք ցույց են տալիս հենց թե ուր էր գնում յուրացված գումարը։ Օֆշորային հաշիվներ, կեղծ ընկերություններ, գործադիրների անձնական հաշիվներ։ Սոնան զննեց թվերը, նրա աչքերը փայլեցին։ Պետրոս, սա մաքուր ոսկի է։ Այս գրառումներով ես կարող եմ ապացուցել ոչ միայն, որ յուրացում է եղել, այլ թե որքան է յուրացվել հենց ով է օգտվել դրանից։ Ինչքան գումարի մասին է խոսքը, հարցրեց Վահանը։ Վերջին 3 տարիների ընթացքում մոտ 8 միլիոնի ուղղագի յուրացումներ։ Եվ դա միայն այն է, ինչ մեզ հաջողվեց փաստաթղթավորել։ Նարեն լուրջ գլխով արեց։ Իսկ քանի կործանված կյանք այս սխեման աշխատեցնելու համար։ Վերջին 2 տարում 62 փաստաթղթավորված հեռացում վերաբերմունքի խնդիրների պատճառով, կարդաց Վահանը իր նշումներից։ Գումարած սեռական ոտնձգությունների, ահաբեկումների մանիպուլյացիաների անհամար դեպքեր։ Հաջորդ առավոտ նրանք ուղղորդվեցին մայրաքաղաք հանդիպելու ազգային հետաքննողին Գոհար Սարգսյանին։ Նա 50 տարեկան մի կին էր մոխրագույն մազերով, թափանցող հայացքով երբեք քաղաքական կամ տնտեսական ճնշումների տակ չնահանջողի հեղինակությամբ։ Դուք գիտեք, որ գործ ունեք շատ հզոր մարդկանց հետ, ասաց նա նյութերը 2 ժամ ուսումնասիրելուց հետո։ Մարդիկ, որոնք չեն վարանի օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները իրենց պաշտպանելու համար։ Գիտենք, ասաց Սոնան։ Բայց նա գիտենք, որ եթե ոչինչ չանենք, նրանք շարունակելու են գործանել անմեղ կյանքեր։ Իսկ դուք պատրաստ եք հրապարակայնորեն ցուցմունք տալու, բախվելու հակառակորդի հարցաքննություններին, տեսնելու, թե ինչպես են ձեր անձնական կյանքը բացահայտում հարցականի տակ դնում։ Պատրաստ ենք, պատասխանեց Վահանը առանց վարանելու։ Գոհարը ուշադիր ուսումնասիրեց նրանցից յուրաքանչյուրին։ Շատ լավ։ Ես հետաքննություն կսկսեմ։ Բայց ուզում եմ, որ հասկանաք, այս պահից դուք դաշնային պաշտպանության տակ եք։ Չեք կարող գործի մասին խոսել ուրիշ ոչ մեկի հետ, չեք կարող վերադառնալ ձեր բնականոն գործունեությանը, կարծես ոչինչ չի պատահել։ Ինչ է դա նշանակում մեր աշխատանքի համար, հարցրեց Սոնան։ Դա նշանակում է, որ դուք պետք է վստահեք, որ իրավական համակարգը կարող է աշխատել, երբ ճիշտ մարդիկ են ղեկին։ Հաջորդ օրերն անցան մի տեսակ անորոշության մեջ։ Նրանց տեղավորեցին մայրաքաղաքի մի հյուրանոցում, մինչ Գոհարը կազմակերպում էր իր հետաքննողների թիմը։ Վահանն ու Սոնան վերջապես ժամանակ ունեին պարզապես միասին լինելու առանց հետաքննության մշտական ճնշման։ Կարծում ես ճիշտ բան արեցինք, հարցրեց Սոնան մի գիշեր, երբ նրանք հյուրանոցի պատշգամբում նայում էին քաղաքի լույսերին։ Կարծում եմ արեցինք միակ բանը, որ կարող էինք անել դեռ կարողանալ նայել հայելու մեջ, պատասխանեց Վահանը։ Իսկ եթե չստացվի, եթե նրանց հաջողվի ամեն ինչ լրացնել, եթե հետաքննողների վրա նույնպես ճնշում գործադրեն։ Այդ դեպքում գոնե փորձեցինք։ Եվ գոնե գիտենք, որ մենք այնպիսի մարդիկ ենք, որոնք անտարբեր չեն անցնում, երբ անարդարություն են տեսնում։ Սոնան ժպտաց հիշելով այն խոսքերը, որոնք նա ասել էր ավտոկայանատեղիում, ինչը հավերժություն առաջ էր թվում։ Դու երբեք անտարբեր չես անցնում, չէ։ Երբեք, հաստատեց նա նրբորեն համբուրելով նրան։ Մեկ շաբաթ անց Գոհարը նրանց կանչեց հանդիպման։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է, հայտարարեց նա։ Հետաքննությունը վաղվանից դառնալու է հրապարակային։ Ձերբակալման օրդերներ են տրվել, հաշիվները սարեցվել են, դաշնային աուդիտորները գնում են հոլդինգի բոլոր ստորաբաժանումներ։ Իսկ Վարդանը, հարցրեց Վահանը։ Նա առաջին ձերբակալվողներից մեկն է լինելու։ Կառավարման օղակներից 16 հոգու հոլդինգի 3 գործադիրների հետ միասին։ Պետրոսը թեթացած շունչ քաշեց։ Իսկ Անահիտը, աղջիկս ստիպված կլինի ցուցմունք տալ։ Գարիք չի լինի։ Մենք ապացույցներ ենք գտել, որ նրա վերադասը նույնն է արել առնվազն 6 այլ աշխատակցուհիների հետ։
Նրանք բոլորն արդեն համաձայնել են ցուցմունք տալ։ Նարեն թեքվեց առաջ։ Իսկ ինչ է լինելու մեզ հետ հիմա։ Գոհարը ժպտաց առաջին անգամ այն պահից, ինչ ծանոթացել էին։ Հիմա դուք վերադառնում եք ձեր կյանքին։ Որոշ փոփոխություններով, իհարկե։ Ինչ տեսակի փոփոխություններ։ Վահան, մայրաքաղաքի մի էթիկական տեխնոլոգիական ընկերություն կապ հաստատեց ինձ հետ։ Նրանք տպավորված են քո սկզբունքայնությամբ, ուզում են քեզ առաջարկել համապատասխանության մարդկային հարաբերությունների ղեկավարի պաշտոնը։ Աշխատավարձը 40%-ով ավելի է, քան դու ստանում էիր խանութում։ Վահանը մնաց ապշած։ Սոնա, քաղաքային իշխանությունը ստեղծում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր բաժին։ Նրանք ուզում են մեկին, ով ունի հաշվապահական փորձ ապացուցված քաջություն անօրինականությունները հարցականի տակ դնելու համար։ Պաշտոնը քոնն է, եթե ցանկանաս։ Իսկ Պետրոսը, հարցրեց Սոնան։ Պետրոսը աշխատելու է որպես անկախ խորհրդատու մեր գազམ་ակերպության համար։ Մեզ պետք կլինի ներքին համակարգերի գիտակ մեկը, այլ կասկածելի ընկերություններ ստուգելու համար։ Իսկ Նարեն լինելու է մեր տեղական խորհրդատուն մարդկային ռեսուրսների գծով։ Տարածաշրջանի ընկերություններին օգնություն է պետք լինելու էթիկական մար քաղաքականություն ներդնելու հարցում, երբ այս ամենը հանրայնացվի։ 6 ամիս անց Վահանն ու Սոնան նորից այն նույն սուպերմարկետի ավտոկայանատեղիում էին, որտեղ ամեն ինչ սկսվել էր։ Ցանցը փոխել էր իր անունն ու ղեկավարությունը, հիմա ուներ աշխատագիտների պաշտպանության ֆինանսական թափանցիկության հստակ քաղաքականություն։ Դու անտարբեր կանցնեիր, եթե իմանայիր սա ուր է հասցնելու, հարցրեց Սոնան կրկնելով սկզբնական զրույցը։ Վահանը նայեց նրան այն քաջ խելացի գնոջը, որը դարձել էր իր զուգընկերը բոլոր առումներով, ժպտաց։ Ես երբեք անտարբեր չեմ անցնում, ասաց նա։ Եվ հիմա մենք ամբողջ կյանքն ունենք միասին անտարբեր չանցնելու համար։ Ընդմիշտ։ Նրանք համբուրվեցին այն նույն արի տակ, որը վկա էր եղել ամեն ինչի սկզբին գիտակցելով, որ ապացուցել են մի կարևոր բան։ Երբեմն ամեն ինչ իրոք սկսվում է մի ընտրությունից։ Մի ընտրությունից, որը փոքր է թվում, բայց կարող է փոխել ամեն ինչ։ Որովհետև աշխարհը միանգամից չի փոխվում։ Այն փոխվում է, երբ ինչ-որ մեկը որոշում է անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ եթե դա թանկ է նստում։ Եվ երբեմն, երբ դու ճիշտ բան ես անում ճիշտ դրդապատճառներով, տիեզերքը դավադրություն է կազմակերպում քեզ պարգատրելու համար այնպիսի ձեռով, որոնք դու երբեք հնարավոր չէիր համարի։ 2 տարի անց Վահանը նյարդային ուղղեց փողկապը նայելով հայելուն։ Սոնայի հետ իր հարսանիքի օրն էր, նա դեռ հազիվ էր հավատում, թե ինչպես են իրենց կյանքերը փոխվել ավտոկայանատեղի այն ճակատագրական օրվանից ի վեր։ Պատրաստ ես, հարցրեց Արամը, որը դարձել էր նրա քավորը։ Երիտասարդն այժմ աշխատում էր նույն տեխնոլոգիական ընկերությունում, որտեղ Վահանը, այն բանից հետո, երբ վերջապես քաջություն գտավ թողնելու խանութի թունավոր աշխատանքը։ Ավելի քան պատրաստ, ժպտաց Վահանը։ Ինչպես են գործերն այնտեղ։ Սոնան պարզապես փայլում է։ Նարեն օգնում է նրան զգեստի հարցում, իսկ Պետրոսը Անահիտի հետ մի քանի րոպե առաջ եկավ։ Վահանը գլխով արեց զգալով երախտագիտության ալիք։ Անահիտը դարձել էր մի վստահ ուժեղ երիտասարդ կին, որը համալսարանում սովորում էր կառավարում, պրակտիկա էր անցնում սոցիալական պատասխանատվության այն նոր բաժնում, որը ղեկավարում էր Սոնան։ Ամբողջ ընտանիքը վերականգնվել էր տրավմայից, բայց երբեք չէին մոռացել անարդարության դեմ պայքարելու կարողությունը։ Արարողությունը պարզ էր, բայց հուզիչ անցկացվելով այն նույն պուրակում, որտեղ Վահանն ու Սոնան այնքան կարևոր զրույցներ էին ունեցել իրենց հետաքննության ժամանակ։ Անին այնտեղ էր այժմ քաղաքապետարանի հաշվապահության տնօրենի պաշտոնում։ Այն բանից հետո, երբ անօրինականությունները բացահայտվեցին ուղղվեցին։ Գայանեն նույնպես ներկա էր քավելով իր մեղքը օգնելով հետագա հետաքննություններին, որոնք ի հայտ եկան սկզբնական գործից հետո։ Ուխտի ժամանակ Սոնան ամուր բռնեց Վահանի ձեռքերը։ Վահան, ասաց նա նայելով ուղիղ նրա աչքերին, դու ինձ սովորեցրիր, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ ճիշտ բան անելու որոշումը նույնիսկ այն ժամանակ, երբ վախենում ենք։ Խոստանում եմ լինել քո զուգընկերը ոչ միայն կյանքում, այլ բոլոր այն կարևոր մարտերում, որոնք դեռ պետք է մղենք։ Սոնա, պատասխանեց Վահանը հուզմունքից դողացող ձայնով, դու ինձ ցույց տվեցիր, որ իսկական ուժը գալիս է սովորական մարդկանցից, որոնք հրաժարվում են ընդունել անընդունելին։ Խոստանում եմ երբեք անտարբեր չանցնել, երբ դու իմ գարիքն ունենաս, երբեք թույլ չտալ, որ դու մենակ պայքարես։ Ծափահարությունները որոտացին պուրակում, երբ նրանք համբուրվեցին կնքելով ոչ միայն իրենց սերը, այլ արդարության հանդեպ իրենց ընդհանուր նվիրվածությունը։ Խնջույքի ժամանակ Գոհար Սարգսյանը մոտեցավ նորապսակներին։ Դուք գիտեք, որ ձեր աշխատանքը ազդեցություն է ունեցել այս քաղաքից շատ ավելի հեռու, չէ, ասաց նա հպարտ ժպիտով։ Ինչպես թե, հարցրեց Սոնան։ Հետաքննության այն մոդելը, որը մենք մշակեցինք ձեր գործի հիման վրա, արդեն օգտագործվել է 15 այլ քաղաքներում։
Տասնյակ նմանատիպ սխեմաներ են բացահայտվել, հարյուրավոր աշխատատեղեր են պաշտպանվել, միլիոնավոր յուրացված միջոցներ են վերականգնվել։ Վահանն ու Սոնան նայեցին միմյանց տպավորված։ Բայց ավելի կարևոր է, շարունակեց Գոհարը, դուք ապացուցեցիք, որ սովորական մարդիկ կարող են արտասովոր փոփոխություն բերել, երբ որոշում են չլրել։ Ավելի ուշ, երբ խնջույքն ավարտվել էր, հյուրերը հեռացել էին։ Վահանն ու Սոնան քայլում էին լուսնի լույսով լուսավորված պուրակով։ Հիշում ես, երբ ասացիր, որ միգուցե որոշ մարտեր չափազանց մեծ են մեզ նման մարդկանց համար, նրբորեն հարցրեց Վահանը։ Հիշում եմ։ Եվ ես սխալվում էի։ Սոնան ժպտաց։ Պարզեցի, որ չկա չափազանց մեծ մարդ, երբ քո կողքին ունես ճիշտ մարդկանց, որոնք պայքարում են քեզ հետ։ Եվ երբ հավատում ես, որ ճիշտ բան անելն ավելի թանկ է, քան ապահով մնալը։ Նրանք կանգ առան այն նստարանի մոտ, որտեղ այնքան անգամ նստել էին իրենց հետաքննությունների ժամանակ, հիմա որպես ամուսին ու գին նայելով ապագային։ Որն է լինելու մեր հաջորդ գործը, կատակով հարցրեց Սոնան։ Միշտ էլ մի բան գա, չէ, Վահանը ծիծաղեց։ Անցյալ շաբաթ զանգ ստացա Հարան քաղաքի ջրմուղի մի աշխատակցից։ Ըստ երույթին, որագի հաշվետվություններում որոշ կասկածելի անհամապատասխանություններ կան։ Վահան. Գատագում եմ։ Դե. Համարյա։ Սոնան օրորեց գլուխը ժպտալով։ Դու իրոք երբեք չես փոխվելու, չէ։ Հուսով եմ ոչ։ Իսկ դու. Երբեք։ Մենք այն մարդիկ ենք, որոնք անտարբեր չեն անցնում, հիշում ես։ Դա մեր բնույթն է։ 5 տարի անց Սոնայի ղեկավարած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաժինը դարձել էր ազգային մոդել։ Վահանը նշանակվել էր իր ընկերության գործարար էթիկայի տնօրեն, պարբերաբար դասախոսություններ էր կարդում աշխատավայրում ազնվության թեմայով։ Պետրոսն աշխատում էր որպես անկախ աուդիտոր, մասնագիտանալով համակարգային կոռուպցիայի հայտնաբերման գործում։ Նարեն բացել էր իր սեփական խորհրդատվական ընկերությունը, օգնելով կազմակերպություններին ներդնել մարդկային ռեսուրսների արդար քաղաքականություն։ Բայց նրանց մասնագիտական հաջողություններից ավելի կարևոր էր այն փոփոխությունը, որը նրանք ներշնչել էին իրենց համայնքում։ Քաղաքը հայտնի էր դարձել կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականությամբ, այն աշխատագիտների պաշտպանությամբ, որոնք բարձրաձայնում էին անօրինականությունների մասին։ Անահիտի պես երիտասարդները մեծանում էին իմանալով, որ ազնվությունը գնահատվում է, այլ ոչ թե պատժվում։ Մի գիրակի կեսօրին Վահանն ու Սոնան գնումների սայլակն էին հերում այն նույն սուպերմարկետում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, երբ տեսան մի ծանոթ տեսարան։ Մի տարեց կին սայթաքել ընկել էր, նրա գնումները թափվել էին գետնին։ Առանց վարանելու նրանք մոտեցան օգնելու համար։ Բայց երբ հասան այնտեղ, տեսան, որ 3 այլ մարդիկ արդեն օգնում էին։ Մի դեռահաս հավաքում էր գնումները, մի երիտասարդ մայր ջուր էր առաջարկում, իսկ սուպերմարկետի աշխատագիծը ստուգում էր արդյոք տիգինը վնասվածք ունի։ Կարծես մեր քաղաքը որոշ դասեր է քաղել, գոհունակությամբ նկատեց Սոնան։ Կամ գուցե մարդիկ միշտ էլ ցանկացել են օգնել, ասաց Վահանը։ Պարզապես պետք էր տեսնել, որ իրենք չեն պատժվի ճիշտ բան անելու համար։ Այդ գիշեր, երբ Վահանն ու Սոնան դասավորում էին իրենց հարսանիքի վերջին տարիների բոլոր կարևոր իրադարձությունների լուսանկարները, Սոնան գտավ սկզբնական խմբի մի լուսանկար։ Ինքը, Վահանը, Նարեն Պետրոսը նկարված այն օրը, երբ ապացույցները հանձնեցին Գոհարին։ Նայիր ինչքան ջահել էինք, ասաց նա լուսանկարը ցույց տալով Վահանին։ Ջահել էինք։ Մենք դեռ ջահել ենք։ Գիտես ինչ նկատի ունեմ։ Այնքան միամիտ էինք կարծելով, թե բավական է միայն ճշմարտությունը բացահայտել, որպեսզի ամեն ինչ լուծվի։ Իսկ այդպես չեղավ։ Սոնան ծիծաղեց։ Եղավ, բայց դա միայն սկիզբն էր։ Իսկական փոփոխությունը տեղի է ունենում ամեն օր, մեր կատարած յուրաքանչյուր ընտրության մեջ, յուրաքանչյուր մարդու մեջ, ում ներշնչում ենք չլրել։ Վահանը համբուրեց նրա ջակատը։ Իսկ դու ինչ-որ բանի համար զղջում ես։ Ոչնչի համար։ Նույնիսկ այն դժվար օրերի համար, երբ կարծում էի, թե կգործնեմ քեզ։ Երբեք ինձ չէիր գործնի։ Մեզ նման մարդիկ միմյանցից չեն հրաժարվում։ Մեզ նման մարդիկ։ Վահանը ժպտաց, օգտագործելով այն արտահայտությունը, որը դարձել էր իրենց ներքին կատակը։ Մարդիկ, որոնք անտարբեր չեն անցնում։ Մարդիկ, որոնք հավատում են, որ ճիշտ բան անելն արժե ցանկացած կին։ Մարդիկ, որոնք գիտեն, որ աշխարհը փոխվում է ամեն անգամ մեկ քաչ ընտրությամբ։ Սոնան սեղմվեց նրա գրկում պատուհանից նայելով քաղաքին, որն օգնել էին ձափոխել։ Եվ գիտես, որն է ամենաանհավանականը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ դու ընտրեցիր օգնել ավտոկայանատեղիում ընկած մի անծանոթուհու։ Եվ ամեն ինչ շարունակվում է, որովհետև մենք ընտրում ենք ամեն օր անտարբեր չանցնել, երբ տեսնում ենք մի բան, որը ճիշտ չէ։ Նրանք մի պահ լռեցին, մտածելով այն բոլոր մարդկանց մասին, ում կյանքին դիպել էին ճանապարհին, այն բոլոր կյանքերի մասին, որոնք պաշտպանվել կամ բարելավվել էին իրենց սկզբնական քաջության շնորհիվ։ Վահան, մեղմ ասաց Սոնան։ Այո։
Շնորհակալություն երբեք անտարբեր չանցնելու համար։ Շնորհակալություն ինձ երբեք թույլ չտալու համար, որ մենակ անտարբեր չանցնեմ։ Եվ այսպես նրանց կյանքերը հյուսվեցին այն պատմության հետ, որը փոխեց մի ամբողջ քաղաք ապացուցելով, որ երբեմն հերոսները թիկնոցներ չեն գրում գերբնական ուժեր չունեն։ Երբեմն նրանք պարզապես սովորական մարդիկ են, որոնք արտասովոր որոշումներ են կայացնում ամեն անգամ մեկ քաջ ընտրությամբ։ Որովհետև երբ դու ընտրում ես անել այն, ինչը ճիշտ է, նույնիսկ եթե դա թանկ է նստում, տիեզերքը ունի մի խորհրդավոր քո քաջությունը պարգատրելու մի բանով, որն ավելի մեծ է, քան դու երբեք կարող էիր պատկերացնել։ Պատմության ավարտ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Վահանի Սոնայի պատմությունը դիպել է ձեր սրտերին ներշնչել ձեզ երբեք անտարբեր չանցնել անարդարության գողքով։ Ինչպես այս երկու հերոսները բացահայտեցին, մեզնից յուրաքանչյուրն ուժ ունի փոփոխություն բերելու, երբ հարմարավետության փոխարեն ընտրում է քաջությունը։ Եթե այս պատմությունը ձեզ հոգեհարազատ էր, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք փառաբանում են մարդկային ոգու ուժը։ Սեղմեք հավանելու գոճակը, եթե հավատում եք, որ արժե պայքարել հանուն ճշմարտության, մեկնաբանություններում պատմեք ձեր կյանքի այն պահերի մասին, երբ դուք ընտրել եք անտարբեր չանցնել։ Միասին մենք կարող ենք ստեղծել մի հանրություն, որտեղ մարդիկ հավատում են, որ քաջության փոքրիկ արարքները կարող են փոխել աշխարհը։ Կհանդիպենք հաջորդ պատմության ժամանակ։